Ով է միանգամից տարբերում սուտը ճշմարտությունից։ Ով կկարողանա իր շուրջը միավորել ողջ խաղը, իսկ ով կմնա ետնապահ։ Մաֆիադորը յուրահատուկ խաղ է, որի ընթացքում մարդիկ բացահայտում են իրենց թե ուժեղ, թե թույլ կողմերը։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ես ձեզ ողջունում եք, դուք բոլորդ գտնում եք Մաֆիադորի նկարահանման հրապարակում։ Մենք այսօր կինո ենք նկարելու։ Ես այդ ֆիլմի ռեժիսորն եմ, դուք այդ ֆիլմի հերոսներն եք։ Յուրաքանչյուրդ ունեք ձեր ուրույն դերը այս ֆիլմում։ Ռոզի Ավետիսովա սոցիալական ցանցերում կատուներ որդեգրելու կոչերով է հանդես գալիս։ Վստահ է, դրանով կյանքում փափուկ երջանկություն է ավելացնելու։ Հայկուհի Ղուլյան ըստ հավաստի տվյալների դպրոցում չգրանցված բիզնեսով է զբաղվել, ջուր վաճառելով դասարանցիներին։ Բորիս Մելքոնյան անկեղծացել է նկարահանումների ընթացքում։ Միայն ուտելու մասին է մտածում։ Խիչ է Սամոստանում հարցին բռնությամբ է արձագանքում։ Դիանա Դայան դասական երաժշտության տակ ֆիքսում է մարդկանց էմոցիաները։ Արհեստական բանականությունը մրցակից չի համարում։ Գևորգ Մարգարյան մարդկանց իր տան դիմաց դիմավորում է Attention, My Home, My Music, My Rules գրությամբ հատակի շորով։ Արուսիկ Մկրտչյան Անձնագրով 39, ֆիզիկապես 17, մտքերով 89 տարեկան։ Աշխարհը պատկանում է նրանց, ովքեր չեն վախենում փոխել այն։ Facebook-ում գրած կոչը մարտի 8-ի կապակցությամբ էր։ Էվելինա Խանոյան վատ մեկնաբանություններն անտեսում է։ Փորձում է շատ բարի չլինել, բայց չար լինելն էլ չի ցանկանում։ Հայկ Պետրոսյան սիրո խոստովանությունը նաև երգերի տեսքով է արտահայտում։ Facebook-ում զբաղվում է ընկերների մեքենայի վաճառքով։ Ով չի նկարվել ֆիլմում, խնդրում ձեռք բարձրացրեք։ Ես շատ էպիզոդիկ կադրերում եմ։ Բայց նկարվել ես։ Իչացու ձեռդ ուրեմն։ Հո, Էվելինա, դուք երբեք չեք նկարվել։ Չէ։ Արդեն նկարվում եք, ես ձեզ շնորհավորում եմ։ Սա ձեր առաջին ֆիլմն է։ Սկսենք Հայկից, Հայկ, խնդրեմ։ Նախ բարև ձեզ, սիրելի ընկերներ։ Բարև ձեզ։ Մայստրո հարգանքներս։ Այո։ Այստեղ տեսնում եք գրված է Դիլիջան, ուրեմն ես Դիլիջանում զբաղվում էի հողով, ջրով, ծառ, անտառ, կենդանիներ եւ այլն, այո։ Հետո աշխարհում միակ թռիչքով Դիլիջան Հոլիվուդ, ես հայտնվում եմ Հոլիվուդում։ Մի կերպ համաձայնվում եմ ձեր առաջարկին, որ նկարվեմ այս ֆիլմում։ Ախր մենք այնպեսի առաջարկ էր, որ դժվար է չեղել։ Եվ ես այս ֆիլմում ֆերմեր Ջոնն եմ։ Դուք եք ֆերմեր Ջոնն։ Այո, ֆերմեր Ջոնն եմ, ով վախում է բոլոր կենդանիներից։ Օ, այդպեսի ֆերմեր եք։ Շատ հետաքրքիր ֆորմալներ ունեք։ Ինչ կասի Բորիսը։ Բորիսը կենտրոնցի տղա է։ Դակ։ Բնիկ։ Բնիկ։ Այս լավ աշխուժ տղա է, էլի։ Ամիլյանցի ավելի կոնկրետ։ Բոքսի մայլից։ Բոքսի մայլից։ Ումից է վախում Բորիսը։ Ոչ մեկից չի վախենում Բորիսը։ Կենթանիներից չի վախում, միջատներից չի վախում, սևերից չի վախում, կարմիրներից չի վախում։ Անվախ Բորիսը։ Անվախ, այո, անվախ կենտրոնցի Բորիսը։ Հասկացանք։ Ռոզի։ Ես դերասանուհի եմ, Շատ բարի, այո։ Հոլիվուդից։ Տարանտինոյի վերջի ֆիլմի գլխավոր դերասանուհին եմ։ Այս ֆիլմում ես կլինեմ Քեյթը։ Քեյթ։ Շատ բարի։ Նոմա հիշեմ բոլորին։ Էվելինա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սա ձեր պրեմիերան, ծափարենք Էվելինային։ Այո։ Վատ ֆիլմում չեք նկարահանվում, վատ ռեժիսոր չի ձեզ նկարում, նայեք ինչ դերասաններ կան ձեր կողքին։ Այո, ես հիացած եմ։ Ես իրականում ֆրանսուհի եմ, ուսանողուհի, ով որ Հայաստանում է սովորում, եւ քանի որ դերասանական փորձ չունեմ, ես ուղղակի պետք է լինեմ հենց այն մարդը, ով որ կամ, այսինքն լինելու եմ էլի ուսանողուհի, ուղղակի քանի որ ես մարքեթինգ եմ սովորում, այս խաղի ժամանակ ես կկարողանամ թացը չորից տարբերել, ամեն ինչ ճիշտ խոսել, ինձ ներկայացնել։ Դուք եք այն մարդը, որը թացը չորից կտարբերի մեր ֆիլմում։ Շատ բարի։ Հենց ընկնենք ջրի մեջ կկանչենք, ձեզ կասենք թաց է թե ոչ։ Так, Դիանա, պատմեք։ Ողջունում եմ բոլորին։ Ես Տեխասից եմ եկել այստեղ։ Այո, զգացվում է։ Ուր է ձեր ձին։ Ձին մնացել է Տեխասում, ցավոք, ես կուզեի իրան վերել, բայց վախենում էի հեռու։ Հա, հասկացա։ Դիավարժությամբ էի զբաղվում, բայց վաղեմի երազանք ունեի ֆիլմում նկարահանվել, գալ Հոլիվուդ։ Բոլոր երազանքները կատարվում են Մաֆիադոր ստուդիայում։ Մաֆիադորը դեր կայացնում է։ Так, Հայկուհի,
Ով եք դուք։ Ողջույն պարոն ռեժիսոր եւ սիրելի գործընկերներ։ Ես այստեղ եմ եկել Մտակ աչքս միակամից։ Օսկարից։ Այո։ Այսինքն քնից ռեժիմը դեռ չի կարգավորվել։ Եթե խաղի ընթացքում ինչ-որ բան ճիշտ չստացվի, իմացեք, էլի պատճառը Քունստանն է։ Իսկ Օսկարին ուղակի ներկա եք, թե ստացել եք նայել։ Ասել էին կստանամ, բայց խաբեցին։ Խաբեցին։ Ինչ որ բան այնտեղ էլ լավ չի։ Գևորգ։ Այո։ Պատմեք։ Ես էլ Կալիֆոռնիայից եմ, ինչպես տեսնում եք։ Այո, տեսնում եք։ Հոմլես եմ ես, կարմիր գլխարկն եմ ուզում խաղամ, ոնց որ ամենասկզբից ուզում եմ մատնանշեմ համ գույնը, կարմիր։ Ինչպեսի։ Եվ գայլերից վախում եք թե ինչ։ Այո, շատ։ Տատիկներից չեք վախում, գայլերից վախում եք։ Կարկանդակները տանում եմ դեպի պայծառ ապագա։ Այո, շատ բարի։ Հոմլես կարմիր գլխարկ։ Շատ բարի։ Հոմլես կարմիր գլխարկ։ Արուսիկ։ Ողջույն։ Ես ինչպես տեսնում եք շատ փալփլուն քաղաքից եմ։ DJ-ների կլաստեր էր, էլի։ Այո։ Լաս Վեգասից եմ։ Վեգասից։ Այո, իմ ոլորտը այնտեղ շատ լավ զարգացած է DJ-ությունը եւ այո, Վեգասը դա միայն խաղադրույքներ չեն։ Անապատ է վերջը, այո։ Որոշել եմ այդպես փող աշխատել եւ նաեւ հույսն եմ այս խաղում ինչ որ լավ դեր տանել եւ այդ մեծ կլորի գումարով գնալ։ Այս ֆիլմում։ Բարի։ Դե լավ, եկեք որոշենք ֆիլմի անունը։ Ինչ է մեր ֆիլմի անունը լինելու, խնդրեմ։ Որտեղ կա հոմլես կարմիր գլխարկ։ Եվ DJ-ներ, Տեխասից ունենք։ Կենթանիներից վախեցող ֆերմեր։ Կենտրոնցի, так ունենք, այո։ Հոլիվուդից։ Ֆրանսուհի ունենք։ Օսկարից Օսկարուհի։ Ինչ որ խառնաշփոթ Օսկարակիրը։ Մեծ պատմություն փոքր կա։ Հիբրիդ կարող ենք դնել ֆիլմի անունը։ Քշվածները, որտեղից քշվածները։ Հոլիվուդից քշվածները։ Հոլիվուդից քշվածները։ Շատ բարի, եկեք մեր ֆիլմի անուն դնենք Հոլիվուդից քշվածները։ Հոլիվուդից քշվածները։ Իսկ հիմա բաժանում ձեր խաղակարտերը, ծրարները դնում ենք ձեր դիմաց, դեռ ձեր չեք տալիս, հետ հաշվարկով 3-2-1, յուրաքանչյուր կբացեն ձեր ինքը իր ծրարը եւ դուք կտեսնեք թե ով ինչ գույնի է։ Շենք լարվում, դեռ ոչինչ չկա լարվելու։ Լարվածությունը դեռ առջևում է։ Բոլորը ունեն ծրարներ։ Ով է ուզում փոխվել։ Ոչ մեկ չի ուզում փոխվել։ Բայց իրավունք չունենք, թե դուք եք որոշում, որ չենք ուզում։ Ուզում եք փոխվել։ Չգիտեմ։ Կա դրա իրավունքը թե ոչ։ Անիմաստ է դա, ինձ թվում է, որտեվ դեռ չգիտեք ձեր ծրարի մեջ ինչ է։ Հետ հաշվարկ ենք անում եւ բացում ենք ձեր ծրարները։ 3, 2, 1։ Այ երկու հատ է։ Լինում է երկու հատ, այո, Կարբինի մոտ լինում է երկու հատ։ Նայեք, Տեխասի ժողովուրդը միամիտ ժողովուրդ է։ Լորեցին։ Միամիտ եւ դե Ամերիկայի Միացյալ Նահանգների լորեցիներն են տեխասցիները։ Միամիտ են։ Լինում է որ երկու քարտ է լինում է մեկ քարտ։ Դա է տարբերակ, կամ մեկ կամ երկու, ոչ ավել, ոչ էլ պակաս։ Բայց հարգելի մասնակիցներ մեր այսօրվա խաղ ֆիլմի կամ ֆիլմ խաղի, միգուցե սա խորամանկություն էր։ Եվ ուղղակի Դիանան ուզում էր ակնարկել, որ նրա ուներ երկու քարտ, իսկ իրականում նա օրինակ ունի մեկը։ Գուցե, ոչ մեկ չի գիտի։ Միգուցե նա խորամանկ է, պարզապես խորամանկ է, ոչ թե խաղում, այլ ինչպես կասեր կենտրոնցի Բորիսը, պաժիզնի։ Խորամանկ է պաժիզնի, ես ցիտում եմ դասականներին արդեն։ Ոչ ապրել ենք Տեխասի աղջկա հետ, ոչ շփվել ենք, ոչ ընկերություն ենք արել։ Մի քիչ է խոսակ չեք էլ ապրել Տեխասի աղջկա։ Ինձ թվում է Դիանան լավ կրակում է։ Տեխասում Դիանա զենքով եք այսօր։ Անձեն եք։ Միայն ձեզ կանացի զենքեր են ձեզ մոտ։ Միլոց տղամարդիկ ուշադիր եք, որտեվ կանացի զենքերը ավելի ուժեղ են։ Փորձը այդպես է ցույց տալի։ Դե լավ, զգուշացեք, դռները բացվում են։
Դե ինչ տեսնում եք, որ Monk 3-ը շարունակում է զարմացնել, YouTube-յան Ալիք Monk 3-ը, բաժանորդագրվեք, որ ել ավելի շատ զարմանաք, տեսնում եք, թե ինչքան կերպարներ ունենք, տեսնում եք, թե ինչքան յուրաքանչյուրի հետ նուրբ աշխատանք է տարված, տեսեք, թե ինչ տաղավար ունենք, այսպեսի տաղավար կարծես թե ոչ մի անգամ Հայաստանում դեռ չի եղել, եւ ինձ թվում է շուտով մեզ դիմելու են մարդիկ, որոնք որ ֆիլմեր են նկարում, եւ մենք նրանց այս տաղավարը վարձով կտանք, կաշխատենք կլորիկ գումարներ։ Մինչև կլորիկ գումարները աշխատելը մենք ուզում ենք աշխատել ձեր հետ եւ ձեր համար։ Բաժանորդագրվեք, կիսվեք, դիտեք, կոմենտեք, ում եք ուզում տենալ այստեղ, այս սեղանի շուրջ։ Եթե ուզում եք դուք լինեք այս սեղանի շուրջ, ինչ է պետք անել, շատ ակտիվ լինել եւ միգուցե օրերից մի օր դուք կգաք եւ կխաղաք այստեղ։ Հասարակ կարմիր խաղացող եմ ես։ Բարձանկեղծ։ Տենաս ինչ են անում մարդիկ, ովքեր ունեն փակ տարածքից ֆոբիա։ Դու խենթես, խենթաղջիկ, մինուսը, ես էլ քեզ։ Ուղղակի մյուս բոլոր մաֆիաները խաղալիս ես աչքերս ընթացքում բացում եմ, իմանում եմ ասել, հիմա երբ որ աչքերս բացում եմ, մենակ էս սենյակն է։ Ոչ մի բան պարզ չի։ Դե ինչ իսկ հիմա մենք սկսենք մեր խաղը եւ ժամանակն է ծանոթանալու գլխավոր հերոսների հետ։ Նրանք 4-ն են։ Թաղայինը, Թիկնապահը, առաջինն էր Թիկնապահը, Թաղայինը եւ 2 սևերը։ Հիմա ծանոթանանք Թիկնապահի հետ։ Սիրելի մասնակիցներ, ով է մեր խաղի Թիկնապահը։ Դուրս եկեք եւ ծանոթացեք ռեժիսորի հետ։ Սկանչում եմ, լավ գնամ։ Չեմ, լավ, ես չեմ։ Ով է խաղի Թիկնապահը, բացեք, խնդրում եմ դուռը։ Սիրելի Թիկնապահ։ Խորամանկ Թիկնապահ է, եւ շատ սուսիկ-փուսիկ։ Սիրելի Թիկնապահ, ամեն գիշեր դուք դուրս եք գալու եւ ինչ որ մեկին փրկելու եք։ Կարող եք անգամ մեկ անգամ փրկել նաեւ ձեզ։ Պարզ է։ Այնտեղ հավես բաներ է կատարվում։ Ես միշտ ճշտի կողմից եմ եւ դեմ եմ բոլոր։ Ո՞վ է խաղի Թաղայինը։ Լավ, ինձ կանչեցին։ Գնամ։ Ահա, սիրելի Թաղային, ձեր ֆունկցիան է, ուրեմն ստուգել խաղացողներին։ Այս պահին դեռ ոչ մեկին չեք կարող ստուգել, որտեղ բացի ձեզանց միայն ու միայն Թիկնապահին եք ճանաչում։ Մյուս գիշերվանից արդեն կարող եք ստուգումներ անել, մատիկով ցույց եք տալի, ես էլ ձեզ ասում եմ գույնը խաղացողը եւ չեմ խափում։ Մնացած բոլոր դեպքերում կարող եմ խափել։ Շնորհակալություն, լավ խաղ եմ ձեզ մաղթում։ Թաղայինի հետ էլ ծանոթացանք։ Հիմա ամենակարևորը, ըստ երևույթի, Հուսով եմ լավ խաղացողներից մեկը կլինի մաֆիա։ Նավիճկան վիզյոդ։ Սևերը դուրս են գալիս իրենց գրիմյորկաներից։ Ինչպիսի հանդիպում, ծանոթացեք իրար հետ Սևեր։ Ծանոթացեք իրար հետ, հիմա անիմաստ է ինչ-որ բաներ որոշելու խաղում ընթացքում կորոշեք, սպանելու դեպքում գալիս եք եւ սեղմում եք կոճակը։ Պարզ է, ինչ լավ խաղ եմ ձեզ մաղթում, Սևեր։ Գնացեք, որ ձեր սև գործերը էլ ավելի լավ ստացվի։ Սևերը մտնում են իրենց գրիմյորկաները եւ մենք կարծես թե արդեն կարող ենք բոլորին արթնացնել, բայց իհարկե կուկարեկուի տեղը ռեժիսորն է, որը որ ասում է դասական դարձած արդեն ֆրազան, որը հնչում է հետեւյալ կերպ. Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս, սիրելի մասնակիցներ։ Բարի լույս։ Ինձ թվում է, որ մեր ֆիլմի առաջին էպիզոդը արդեն նկարահանվել է, քանի որ ռեժիսորը ծանոթացել է Թիկնապահի հետ, Թաղայինի հետ, Սևերի հետ է ծանոթացել։ Ինչ որ բաներ ես գիտեմ արդեն, դուք դեռ չգիտեք։ Հիմա պետք է սկսեք զրուցել իրար հետ, պրպտել, հասկանալ, մտնել դերի մեջ։ Ասեմ որտեղից սկսենք քննարկումը։ Ասեք, իհարկե դրան ենք սպասում։ Քանի որ Դիանան միամտաբար կամ ձեր հուշով Հիմա ազատ քննարկում ենք, հիմա դեռ ոչ մեկին ոչ սպանում ենք, ոչ ուղղակի քննարկում։ Հա, եսի միտքն եմ կիսում, քանի որ Դիանան պատահաբար ասեց, որ 2 քարտա էր ծրարի մեջ։ Օրինակ ես անհանգստացա միանգամից, որտեղ մտածում եմ մի հատ կարմիր մինուս տվեցին կոպիտ ասած, որտեղ ինքը խոստովանեց ու բոլորս գիտենք, որ ինքը առաջին անգամ է խաղում, բայց եթե առաջին գիշեր ինքը չգնաց, ուրեմն ինչ, սև է։ Չէ, բայց երբ որ
որ դուք ասեք միգուցե միտումնավոր անում, այդ իդեան ձեռքա տալիս սևերին, չէ՞, նայեք ովքեր ոնց որ ասին, հա, արձագանքեցին Արուսիկը ու Հայկը, ասեցին ոնց որ այդ իդեայի հետ համաձայն էին, էլի, որ հա, միգուցե դիտավորյալ անում, որտեղ իրանք անհանգստացած չէին, որ մի հատ կարմիր։ Ես մի հատ հարց ունեմ։ Բայց այդ ամեն ինչ ի սկզբանե եկավ մեր սիրելի ռեժիսորից, որովհետև հենց միտքը ինքը ասաց, մեղավորը ես եմ։ միտումնավոր արավ։ Եվ կստանա այս ֆիլմը Օսկար թե չէ, էլի մեղավորը ես Ես եմ։ ուղղակի վերցում ոնց որ հաստատ չեմ կարող ասեմ ոչ մի բան, ուղղակի կարողա միգուցե այդ բանի անմիջական որ Դիանան իհարկե անկեղծ է ասել է, Հա, որ ինքը այդ առաջին խաղացողն է, բայց Հայկը Բարի է Ռոզի Քեյթը։ հələ Բարի է միամիտ։ Այո, այո։ Հայկով է, Հայկը ամեն դեպքում ես առաջարկում եմ կարմիրը ուշադիր լինեն այս Ֆերմեր Ջոնը։ ներողություն։ Շնորհակալություն։ Ֆերմեր Ջոն ինչ որ հետաքրքիր խաղակարտոնի, չգիտեմ, սև թե երկու հատ, երկու հատ կարմիր, բայց սովորական կարմիր խաղացող չի։ Մուդը փոխվել է իր գնալ գալուց հետո։ Ոնց եկա էլի բարևեցի կենտրոնցուն։ Այդ կապ չէ։ Մեսրոպ Մաշտոցն հենց ասիրում որ այդպես բառեր եք ասում, մուդը փոխվում է։ Լարվում է, նստում ասում ինչ։ Տեսակ սենց չափազանցած չէ, սենց հորանջելով դուրս եկավ բան, կասկածելի բան կա։ Չէ, Հայկը չէ, Հայկը։ Բայց ոնց որ, չգիտեմ, ես ականջը դրած լսում էի ընթացքում, քանի որ ես չեմ կասկածում, որ ինքը կարմիր է, չեմ կարծում որ Կալիֆոռնիայի պատերը այդ տիպի թույլ բարակ են, չէ՞։ Պլան էր գծել ամենասկզբից, որ այդ երկու քարտի պահով, вообще չգիտեմ, դա ուրեմն գենի է ինքը։ Գենիա։ Էնել առաջի անգամ իմ վրա է սաղ երկու քարտ ունեն։ Այո։ Իհարկե։ Իսկ թվաց Հայկույնս ասել, իսկ բոլորը հիշում եք ձեր քարտը։ Ես մի հատ եմ ուզում նայեմ։ Ես չի հիշում, հետո որ Էվելինեն եւ Գևորգը ասացին, որ ես հասկացա որ մի բան է ինչի, իմ համար զարմանալի էր որ դուք տենց մի հատ խնդրում եմ կամած ձեր քարտերը նայեք։ Հաստատ համոզված եք ամեն ինչ նորմալ է։ Այո, այո։ Հա, всё։ Հարգելից, ես իմ կարծիքը մի հատ արագ ասեմ, քանի որ ինձ Սկրեյչ արա նոր։ Ես վստահ եմ, որ այնուամենայնիվ Էվելինան է սև։ Տակ, արդեն։ Որովհետև կարծում եմ այնուամենայնիվ Դիանան Ֆրանսիա ինչպես է սև։ Ոյ, չգիտեմ։ Այստեղ տեսեք, ինչ որ սև բան է կան։ Իսկ մենք մի րոպե, մենք այս առավոտ հնարավորություն ունենք։ Չէ, բացարձակ, չենք քվեարկում, ուղղակի շփվում ենք։ Հենց ինձ ներվերի սկսի անձել ձեզ շփումը, ես ձեզ ուղարկել եմ քնելու։ Դեռ դուր է գալիս ամեն ինչ։ Մի մասի հետ կապված որ խոսում էր հենց ամենասկզբում, ինքը այդ երկուսից մեկն էր։ Այս կողմի վրա էր գորը խոսում, ականջը դրած լսում էր էլի։ Կարմիրներից որ սկզբից ասեց դուրս արի, առաջին կարմիր ասեց դուրս արի, հետո երկրորդ կարմիր, այսինքն թիկնապահը եւ Թաղայինը։ Երկուսն էլ այս կողմից էր խոսում։ Ինքնով Հայկույնն էլ կարա լինի երկրորդը։ Բոլորը ստեղ են, էլի։ Թաղային թիկնապահ։ Բայց շատ կարևոր մի մանրուքի մասին եմ ուզում խոսամ ես հիմա։ Լուրջ այդ ուղակի դերասանը մասնակցությամբ գիշերը քննել եմ հորանջելով եկան, կապ չունի դրա հետ, բայց միշտ կարևոր բան եմ նկատել, որ երբ որ մարդը սև է լինում, ինքը միշտ առաջի շրջանում փորձում է տեխնիկական ինչ-որ բաներից կախվի եւ հիմնվելով դրա վրա, փորձի կարծիք կազմի ու համարձակ հայտարարի, որ սև է։ Գերջան, օրինակ, մեր ռեժիսորը ինձ օգտագործել է ամբողջ տարածքը, որտեղ ինքը պտտվում է անում։ Այո, ես անդադար պտտվում եմ, ոնց ես կարողանում։ Ես շատ ոնց լսել օրինակ։ Եվս, սա երկրորդ է շատ կարևոր բան։ Վստահ եմ, ուղղակի ես ասացի, որ մտածում եմ, որովհետև երկուսն էլ Բայց եթե նույնիսկ դուք կասկածում եք, որ ես կարմիր եմ, դուք հիմա ինչի եք դրա մասին բարձրացնում։ Որ կարմիրները իրար հետ խաղան էլի իմանան ոնց որ թիմ ձևավորվի կարմիրը։ Հասկանան երևի ովքեր են կարմիրը։ Իրականում տենց լավ է։ Տակ, Դիանա, դուք ինչ եք, տես բոլորը ինչ որ բաներ են կարծում, բացի ձեզանից, հասկացա։ Խնդիրը սկսվեց Դիանայի։ Թրամփին ընտրեցիք, հիմա մնացածի մասին խոսեք։ Ես կարծում եմ, որ իմ պարագայում կարամ ասեմ առաջինը, քանի որ Ձեր քարտը գիտեք, ճիշտ է։ Իմ քարտը գիտեմ։ Միամտության մասով հստակ կարող եմ ասել, որ առաջի անգամ եմ խաղում խաղը ու Առաջին միամիտը։ Առաջին միամիտը։ Կարո՞ղ է դրվագները ֆիլմի անը, առաջի դրվագի անունը առաջին միամիտը։ Էպիզոդ առաջին։ Բայց իսկական սևը բան չի ասում էլի, այտենց բնությամբ սևը բան։ Հա, ես էլ Ստում է իրան բանա գնալուց առաջ ասել են ապեր, քիչ խոսա շատ լսի։ Այո, շատ ճիշտ է հասկացել պարոն ռեժիսորը։ Ես էլ այդպես բաներ ասում մարդկանց։ Տակ հիմա Ես ասում եմ ոնց որ ավարտեք դուք, ես սկսեմ խոսել։ ծանր խոսքը։ Ես կարմիր խաղացող եմ։
Տա-լա-լա-դա։ Неожиданный поворот. Неожиданный поворот. Այդ մենք էլ կարող ենք ասել կարմիր խաղացող ենք։ Բայց գացիկ ես կարմիր խաղացող եմ։ Մի քիչ մեր հակով չէ այդ գույնը, բայց դե հիմա ինչ արած։ Լավ։ Հաստատում եմ որ մի բան կարելի ասեմ, լուրջ շատ կարևոր բան է կախված այս գիշերից հետո, որովհետև այս գիշերը չէ բաներ են կատարվելու, հա, ու եթե ի սկզբանե միամտաբար բացված, եթե մեր կարմիր խաղացողը օրինակ գնաց, так, ուրեմն շատ դժվար է լինելու իզուր մեկը գնում է կարմիրներից ու պետք է փորձենք հասկանալ ովքեր են այդ երկու սևերը, որովհետև դեռ ոչ մեկ ни за что, իզուր չկա, ни ոչ за մեկ что։ հատուկ ինչ որ բան չասես, բայց եթե չգնաց օրինակ, հենց առաջի գիշերից ինքը ուրեմն գենի է։ Դե կմտածեք։ Առաջին տեսարանը նկարված է, սիրելիներ, շնորհակալություն, զգուշացեք, դռները բացվում են։ Մի հատ խնդրում եմ իմ դեմքին նայեք էլի։ Ասենք սև բան կա այս դեմքի մեջ։ Բորիսն ու Հայկը շատ կասկածելի են։ Անեկդոտը չեմ հիշում, որ պատմը։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել բոլորին, որ սա Monk 3 YouTube-յան ալիքն է եւ մենք խաղում ենք Mafia-Dor, բոլոր այն մարդիկ, որ խաղում են այստեղ Mafia-Dor-ում, մեր խաղը կոչում են Mafia-Dor-եր կամ Mafia-Dor-ցիներ, այսինքն ինչպես նա, Toreador, չէ, Goleador, այսպես է Mafia-Dor եւ Mafia-Dor-ցի։ Վստահ եմ ցենց 100%-ով, որ Արուսիկը հաստատ սև է։ Էվելինան փորձեց առաջին հենց ցերեկա առավոտը միանգամից հարվածել ինձ եւ Հայկին։ Եթե ինքը լիներ կարմիր խաղացող, պետք է հենց փորձեր ինչ որ մի ձև համոզեր, ասել ոնց որ սխալվել ես, ինքը իմ մեջ կտեսներ կարմիր խաղացող, կփորձեր այդ ուղղությամբ տանել, բայց ինքը միանգամից թեքեց իմ վրա մեղադրանքը։ Հիմա ժամանակն է արդեն տեսնենք թե ում է փրկելու մեր թիկնապահը։ Ինձ փրկեկել, ինձ հոստատ հոնելու են այս գիշեր։ Սիրելի թիկնապահ, խնդրում ենք դուրս գաք, փորձեք ինչ որ մեկին փրկել։ Ում եք փրկելու շատ հետաքրքիր է, այդ հարցը անգամ ինձ է հուզում։ Ցույց տվեք, ում եք այս անգամ ուզում փրկել։ Շնորհակալություն սիրելի թիկնապահ, փրկեցինք փաստորեն։ Սպաշատ եմ սիրում և կարմիր խաղացող սև խաղացող Դիանան իսկապես հանճարեղ ձևի սկսեց միգուցե միամի տորել, բայց միգուցե նաև ոչ Դիանա բրկված է Սիրելի թաղային, սպասում ենք ձեզ Թաղայինը պետք է դուրս գա, արթնանա և ասի կամ հարց տա Հարց տվեք, սիրելի թաղային Թաղայինը ստուգեց խաղացողի, պարզեց խաղացողի գույնը, դժգոհ էր, ինչ-ինչ պատճառներով թաղայինը, բայց դա թաղայինի պրոբլեմն է, ինչ ասեմ։ Ոնց որ կուտը կերել են, ոչ մեկ չի կասկածում մեր վրա։ Անսահման, կասկածում եմ Գևորգին։ Սիրելի սևեր, դուրս եկեք և տեսեք, թե ինչ եք անում։ Բոլորին հետաքրքրում է հետևյալ հարցը, ում են նրանք առաջինը վերացնելու։ Ես ունեմ իմ տարբերակը, կարող եմ անգամ ցույց տալ։ Սիրելի սևեր, դուրս եկեք, սևեր, և սկսեք ձեր սև գործը, դե, սևեր, սկսեք ձեր սև գործը, ում եք ուզում վերացնել, ես ունեմ իմ տարբերակը, Հեսոս պատրաստ է կարմրում է այստեղ։ Շպվում է, լավ շպվում են դրա սևերը, շատ։ I'm a Barbie girl in a Barbie world. Всё, ես գիտեմ, Գևորգը ես ասում եմ, որ սև է, ես ասում։
Հեռացավ մեր Հայկուի արտակույն հրեշտակը, առանց Օսկար մնաց եւս մեկ անգամ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Արդասպան են էլի ամեն դեպքում։ Եվ արդեն պետք է քվեարկության, այսպես ասած, զոհեր ունենանք, այսինքն նաև պետք է առաջարկեք մարդկանց, ում ըստ ձեզ պետք է խաղից հեռացնենք։ Ես առաջարկում եմ Հայկին։ Ես խնդրում եմ ընդունել Հայկի տեխնացությունը։ Ընդունել ենք Հայկի տեխնացությունը, չգիտեմ ինչու, բայց ընդունել ենք։ Ես պարտավոր եմ դա անել, ռոզի ուղղակի թե ինչ։ Էստեվա, ինքս է խաղացող, ինձ համար պարզ է, այս թեման համար կարմիր են։ Ուրեմն ասեմ, որ կանացի ինտուիցիա կներես էլ իհարկե, ես միշտ հարգել եմ կնոջ բնազդը, զգացողությունը, որտեղ իրանք շատ լավ են, ինչ որ բնազդով զգում են։ Տենց ասած ոնց որ չի հարգեմ, բայց շատ ուրիշ չգիտեն։ Նա, եթե ես խաղում եմ, դու հիմա ունես հնարավորություն արդարանում եմ։ Որովհետև ոչ մի պատճառ չունենալով հանդերձ, երբ որ դու ինձ ասում ես, ուրեմն դու ես մեկը։ Բայց հիմա կարևորություն չտալով Ռոզի այդ ամեն ինչի։ Լավ, ուրիշ բան ասա, էլի ես բանի հետ կապված, կենտրոնցի մեր ընկերոջ հետ կապված, որ եթե նույնիսկ կարմիր է, եթե սևը լուրջ եկեք տեխնացություն դնենք հանենք, որովհետև տենց էլ մինչև վերջ շատ լավ մտել է կերպարի մեջ ու տենց էլ մինչև վերջ մենք չենք հասկանալու ինքը։ Բայց այսինքն ինչ կապ ունի կարմիրա թե սև, այսինքն սևն է ասում այդ տեքստը։ Խաղացող ես, երբեք կարմիրը չի ուզենա կարմիր։ Ինչ եք խոստանում անենք, եթե դուք ինձ հանեք ու այսօր սեղանին, եթե սեղանին դրվի, որ ես կարմիր եմ, ինչ եք անում իմ համար, ասեք։ Բարում ենք գոպակ, օրինակ։ Գոպակով գիտի բարել։ Ես պատճառը ասած, որովհետև չեմ հասկանում ես մարդուց ոչ մի բան։ Բայց կապ չունի։ Հայկ դուք ունեք ինչ-որ բան ասելու։ Ես տեխնացություն ես Բորիսի կենտրոնցի Բորիսի, այո, շատ բան։ Ունեք երկու տեխնացություն։ Մի բան վստահ կարող եմ ասել, պետք չի այն կողմի վրա վստահ լրիվ հաստատ վստահ լինել։ Բորիս ունենք եւ Հայկ ունենք երկու տեխնացություն։ Բայց կասկածները կոնկրետ հիմա իմ դեպքում Գևորգի վրա են գնում։ Ես տեխնացությունը դնում եմ Գևորգին։ Ինչքան շռայլ է ձեր տեխնացությունը։ Եվս մեկ տեխնացություն։ Բայց տրամաբանությունը չհասկացա ձեր խոսացածի, որովհետև նույնիսկ թվում էր պիտի ինչ-որ բաներ խոսան, քննարկենք, հա, ընթացքում ինչ-որ բաներ բարձվի, չհասկացա որտեղից եք իմացել, ենթադրել, որ Հայկն է։ Հայկի վրա կանայցի ես տենց է պատկերացնում, Հայկի վրա որ բաներ խոսանք, հասկանանք, ինչ-որ խոսեք, հասկացեք։ Այսը չեմ կարող, Հայկը ով է, որ ձեր տեխնացությունն է դնում։ Այդ ընդհանրապես չհասկացա։ Okay, որովհետև Okay, այնքանով, որովհետև այս խաղի ընթացքում տենց ես սովորեմ, ես երկու անգամ խաղացել, որ չխոսացող խաղացողներին միշտ հանում են, որ չխանգարեն։ Չէ, Հայկը ճիշտ բացատրեց։ Ես էլ իրականում եթե ընդհանրապես տարբերակ չլիներ, բարի ջան, ես էլ քեզ կընտրեի, որովհետև դու շատ լուրջ նստած ես, ոչ խոսում ես, ոչ բան, ու այն որ իսկականից չենք կարելի իմանալ։ Հայկը հակառակ ավելի ակտիվ է խոսում։ Դաժե կարմիր լինես, սև լինես, այն որ չենք կարա իմանալ, ու մի քիչ խնդրում եմ Արուսիկի վրա սկսել կասկածել, որովհետև Արդեն բարձ։ Ասում ինչ Արուսիկ ջան։ Բայց Հայկը կասկածած որ դու էլ որպես հաստատ գիտեմ որ դու 1000 տարվա մոֆիա խաղացող ես, 100 տարվա իրար խաղացած ես։ Չէ, փորձ ունեմ, քիչ է փորձս։ Շատ փոքր տարիքում է խաղացել, բայց փոքր է իր տարիքը։ Մեր գործի բերող չի։ Ֆիքս հասկացում եմ որ տես կարա լինի, իմ կարծիքով կարող է շատ թույն խաղացող լինի ու պետքա պրոստը իրան նկատի ունել։ Տեխնացություն, բայց ուշադիր լինենք։ Հաստատ վստահ եմ որ Արուսիկի տեխնացությունը Այդ արդեն մենք մի 8 հատ տեխնացություն ունենք։ Դա ձեր ձեռքերում է։ Ուղղակի ոնց մի մարդը հաստատ վստահ եմ Արուսիկն է, Հայկին 95%։ Ունենք Հայկ, Բորիս, ես կարմիրերին կարող ասեմ որ այս երեքս հաստատ կարմիր ենք։ Բայց ինչի՞ց եք ենթադրում որ։ Զուտ խոսալուց ու նաև այն մոտեցումից որ փորձում են իրոք գտնեն ով է կարմիր ով է, սևերը հիմնականում ոնց որ դու էլ Հայկն եմ, sense պրոստը ուրիշ մարդու անուն ասեցիք որ random թեման շեղվի։ Random, ֆրանսերեն, random։ Random։ Լավ, Դիանայի դուրս չգալը տարօրինակ, չէ՞, լուրջ։ Դուրս չգալը։ Որտեղ չեկար։ Դե հենց այդ է որ Չէ, ուղղակի սևերը փորձեցին այնպես անել, որպեսզի միանգամից սպալից չլինեն, այսպես ասած։ Ինչի համար ես դնում։ Որովհետև խփել ես մարդուն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուրը պետք է քվեարկեք։ Յուրաքանչյուրը։ Իսկ որ փրկում են ասում են որ փրկել են իրան։ Այո, իհարկե։ Դիանա դու ինչ-որ կարծիք չայ։ Դիանա ջան, ես ասում եմ, բայց բոլորը խոսում են։ Ուշադիր լինես, որտեղ ինձ էլ ատա, որ դու շատ Դիանայի կարծիքն էլ լսենք։ Ուրեմն ունենք Հայկի տեխնացությունը, Բորիսի տեխնացությունը, Գևորգի տեխնացությունը եւ
Արուսիկի տեխնացություն։ Կարմիրը մի հատ թեթև խոսա։ 4 տեխնացություն։ Քանի որ կբաշխվի ձայները, որոշենք ում է քանը։ Եկեք ինչ կոալիցիա կազմել, ուշ դու կարմիր եք տենց երեքում նստած։ Եկեք որոշենք ասում։ Ջոն Ուղղակի կբաշխվի։ Այդպես է, ֆերմերի կյանքը կարճ է փաստորեն, բայց միգուցե չհանեն։ Ես կերտանիներից հետո Հիշեցնում եմ քվեարկության օրենքները, յուրաքանչյուրդ պետք է մեկ անգամ անպայման քվեարկեք, հնարավոր չի որ ձեռնպահ մնաք։ Եթե չեք քվեարկում, ուրեմն վերջինին գնում է ձայնը, բարձա։ Ինքները ձեզ չեք կարող քվեարկեք։ Okay։ Առաջինը Հայկի տեխնացությունն է։ Ով է կողմ, որ խաղը լքի Հայկը։ Խնդրում եմ բարձրացնել ձեռք։ 2 հոգի, շատ բարի, Հայկ ջան։ 2 մատ այսպես բարձեք ձեզ, որ մենք տեսնենք։ Հաջորդը Բորիսն էր։ Ով է կողմ, որ խաղը լքի Բորիսը։ 3 հոգի։ Օ, 3, խնդրում եմ բարձրացրեք ձեր 3 մատը։ Եվ վերջինը մնաց Ես եւ Այվելինը։ Գևորգը։ Ով է կողմ, որ խաղը լքի Գևորգը։ Շնորհակալություն, Գևորգ, 1 մատ խնդրում եմ բարձրացրեք։ Եվ ով է կողմ, որ խաղը լքի Արուսիկը։ Արդեն քվեարկե, բայց իմաստը չունի։ Շնորհակալություն, խաղը լքում է Բորիսը, Բորիս ձեր վերջին խոսքը եւ խնդրում եմ բացեք ձեր քարտը։ Ժողովուրդ անտրամաբանական խաղում կարմիր խաղացող փորձրեցիք։ Պետք է դե իսկականից ես ասացի պետք է բաներ մի քիչ որովհետեւ Ես ասում եմ։ Շատ բաներ Ռոզեի վրա եւ Էվելինայի վրա, դե բալուր խոսում է իրականում։ Լուր նստած է։ Միջև չդրեցի տեխնացիոն այդ ժամանակ չխոսեցի։ Մի ենթարկեք նա, որովհետեւ ես իրանց վրա շատ կասկածեցի։ Ում վրա։ Ռոզի եւ Էվելինայի, հա, որովհետեւ միասին դե որ չեք քվեարկել, ուրեմն սեփ չեք, դա չի։ Շնորհակալություն։ Որ կներես։ Հա, բայց շնորհակալություն։ Ես ասեցի որ չկա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նստեք, Ռոզի, դեռ նստեք, այո, չէ, դուք չեք գնում, գնում է Բորիսը։ Ձեր ձեռքով։ Կարմիրներ եկեք այս թոմը Ինչի առաջարկեցիք Բորիսին։ Ինտուիցիան սխալ է աշխատում, կանացին։ Խնդրում եմ, այս մարդուն հանեք խաղից։ Այս մարդուն երկուսին հանեք, հաղթում ենք խաղը։ Արուսիկին եւ Հայկին հանեք, հաղթում ենք։ Երկրորդ դրվագը նկարահանված է, շնորհակալություն բոլորին։ Զգուշացեք, դռները բացվում են։ Так, դե ինչ, արդեն ժամանակն է ինձ թվում է կանչել թիկնապահին եւ հասկանալ, թե ում է թիկնապահը պահելու։ Շատ ափսոս, որ Բորիսին կորցրեցինք, որովհետեւ ինչքան էլ որ ինքը ցածր էր չէր խոսում ընդհանրապես, այնուամենայնիվ իմ կասկածները ընկնում էր հիմա արդեն վերջնական ընկելա Էվելինայի եւ Գևորգի վրա։ Պետք է Արուսիկին քվեարկենք, դուրս գար, ես չհասկացա։ Նստած եմ, սպասում եմ ինձ երբ կսպանեն։ Ռոզին հանենք, արդեն սկսենք հասկացել Հայկի վրա հաստատ, որ Հայկը սև է։ Իսկ ինչի են ընկել հետևից։ Սիրելի թիկնապահ, խնդրում եմ դուրս եկեք եւ փրկեք ինչ որ մեկին։ Թիկնապահը դուրս է գալիս։ Ահա։ Սիրելի թիկնապահ, ում եք, հիանալի, ինձ թվում է, որ սա հաջորդ զոհն է։ Շնորհակալություն թիկնապահ, շնորհակալություն։ Թիկնապահի հարցը լուծվեց։ Սիրելի թաղային, թաղայինը ում է ստուգելու այս անգամ։ Անիմաստ գրակեց օդ, չհասկանալով կամ հասկանալով։ Սևեր, արգելի սևեր, դուրս եկեք և սկսեք ձեր սև գործը։ Սևերը դուրս են գալիս և հասկանանք, թե ով է հաջորդ զոհը։ Ով է հաջորդ զոհը։
լավ բան է չասեց, կարաճի մի բան ասեր։ Այդքան տակար կլորելով էր սպաղում։ Սկսում ենք նկարել մեր ֆիլմի երրորդ դրվագը։ Զգուշացեք, դռները բացվում են։ Մեր ֆիլմի երրորդ տեսարանն է եւ արդեն ունենք 3 զոհ։ Եվս մեկ կարմիր խաղացող գնաց, այ հիմա շփվեք։ Ասեմ։ Շատ սխալ կարծիք ունես։ Չգիտեմ, կարող է էլի միգուցե սխալվում եմ, Գևորգի խոսքերը, որ վստահ է, որ ես շատ խաղացել եմ, շատ փորձ ունեմ, լրիվ անհիմն է, որովհետև ընդհանրապես ես էլ տենց փորձ չունեմ խաղալու։ Ու ինձ թվում է այդ իր խոսքերը նրա համար է, որպեսզի ծրեր իր վրայից, այսպես ասած, կենտրոնացումը, ու վստահ եմ, որ Գևորգը սև է։ Իսկ դու իմ հետ ես հիմա խաղում էլի թե չէ։ Դեռ շարունակում եմ քո հետ խաղալ, հա։ Ինձ թվում է արժի։ Ախ, գիտեք, իմ վրա էլ, բայց օրինակ ոչ մեկ չէր էլ կասկածում մինչև քո խոսալը։ Հա, որտեղ դու լավ ես սև խաղում դրա համար չէ, դու փորձեցի։ Ես այսօր գիշեր մտածում եմ կարողա դու ես սև ու դու լավ կխաղես։ Դու եթե սևն ես, ինքը շատ լավ է խաղում։ Բայց իրականում չէ, լուրջ եմ ասում, այդ քո խոսալուց առաջ էլ ես որ ասում եի ինչ ոնց քո լավ խաղալը, այդ ինձ չի որ դու ինձ ասացիր դրա համար ես քեզ ասացի։ Զուտ ասացի ու ես քո վրա ոչ տեխնացիոն դրեցի ոչ բան արեցի, ես զուտ ասացի որ պետքա քեզ ուշադիր լինել ու հիմա էլ դե բնա այդ նույն բանն է համարյա, որովհետև դու նույն թեման էլի տանում ես։ Այո, որովհետև ես վստահ եմ։ Դիանային խնդրենք, քանի որ արդեն բոլորս գիտենք, դու 2 քարտ ունես ու չգիտեմ սևերը միջև որ քեզ չեն հանել։ Արի կարմիր, եթե կարմիր է, ասելի ցանկացած ինֆո, որը որ ունես, 10 որ կարող է կարմիրն օգնել, դա արդեն կրվում ենք, էլի։ Մեղմ ասած, այո։ Լավ, Էվելինա ջան, ասես կներես, էլի, մի բան քարտը հենց մոտ, ախր ես չեմ կարող, որտեվ ես չեմ տես։ Ինչ գիտես, վստահ ես, 100% վստահ։ Էվելինա, մի բան ասեմ, ասես քեզ ինչը պետք է լիներ պատճառ, որ քո հետ կապված այս լարվածությունը իմ մոտ անցներ։ Պարզա չէ, որ չտրավմանական բան կա ու եթե Գևին հանեն կմնա մի հոգի մեզ։ Փորձենք այդ մի հոգին էլ հոգունել։ Ես այս անգամ հաստատ Գևորգին եմ հանում, որովհետև ես գիշեր մտածում եմ, ես չգիտեմ, այսքան ժամանակ չէի մտածում իր վրա, ոնց որ կենտրոնացել եմ։ Գևորգին հանելու համար մինիմում տեխնացություն է պետք առաջարկել։ Տեխնացությունը Գևորգին է իմ կողմից։ Okay, Գևորգի տեխնացությունը ընդունված է։ Բայց ինչի են ժամանակ եթե Ուրիշ տեխնացիոներ բոլորս կասկածում։ Դե որովհետև ամեն դեպքում Գևորգի վրա կասկածը իմ ներքին, հա, կասկածները, որ ես հիմքերը ունեմ, հիմա ավելի շատ է։ Գևորգ Արցուկի վրա կասկածում եմ, բայց տեխնացիոն չեմ դնի։ Առաջինը մտածում եմ վсё-таки Հայկին հանենք, որ Ռոզին էլ գնաց այս գիշեր։ Կներես, բայց դու մինչ անցած շրջանում իմ հետ էիր խաղում, ես չէի ուզում քո անուն տալ, բայց այս ամեն մի նախադասություն այս խաղի մեջ ինձ թվում է ճակատագրական է, դրա համար դու հենց հիմա մեծ մի հատ sense բան գլորեցի քո վրա։ Չէ, գիտես Հայկ ջան, ինչի համար եմ ուզում քո վրա դնեմ, որտեղ վсё-таки մտածում 2 մաֆիա ունենք։ Երկուսից մեկը շատ հանգիստ կարաս դու լինես։ 2 սև։ 2 սև ունենք։ Երկուսից մեկը հաստատ կարաս լինես դու։ Հիմա այս ֆայդրությամբ դուրս եմ ասում անկեղծ։ Ոչ մեկի վրա հիմնավորում չունեմ, որ ասեմ, որ բացի այս մարդուց երևի ոչ մեկի վրա չեմ կարող ասեմ, որ այ հաստատ դու ես։ Դրա համար հիմա զուտ ինչ որ մեկին որ գոնե էլի չսխալվենք, ասենք չգիտեմ, Ռոզին էլ տենց են որ 100% ասում էր որ հաստատ դու ես, չգիտեմ ինչի համար ինքը ասում, միգուցե նաև կարող ստուգածել լիներ, չգիտենք ինքը ինչ քարտն է եղել։ Գևորգ, եթե մնա ձեր մենակ տեխնացությունը, դուք ցենց ասեմ, Արուսի վրա այդքան չեմ կասկածում, քո վրա այդքան չեմ կասկածում։ Տեխնացություն դնում եք։ Հա, Հայկի տեխնացությունը, բարի։ Դիանա, բան ունեք ասելու հասարակությանը։ Ես եմ Հայկի վրա, որտեղ անցած անգամ Բորիսից այդ Հայկի վրա էի ես էլ կասկածում, բայց Բորիսին ընտրեցի։ Ես մի հատ կարևոր եզրահանգման եմ ամեն դեպքում եկել։ Ես դեռ հստակ խաղում եմ քո հետ, որովհետև ինձ թվում է ճիշտ պահին մի հատ կարևոր ակնարկ արեցի ու հուսան դու չես խափում այդ քո կարևոր ակնարկով։ Իսկ այս թևի վրա ես բան չեմ կարող ասեմ, դու Էվելինայի հետ կապված այնքան դրական բան ասեցիր, որ ես ուզում եմ տես գունային երանգներով փոխվեմ իր նկատմամբ ամեն դեպքում, բայց առեղծված իմ համար միշտ մնում է Դիանան դեռ տեխնացություն չեմ դնում, բայց բնականաբար եթե ընկերներս այս կողմի վրա իրանք միամիտ Դիանային հավատացել են ու ինքը սև է։ Մի ժամ եմ ասում։ Եթե սև եղավ, հաս պրավալնի։ Հանճարեղ է խաղալու, եթե ինքը սև եղավ, ուրեմն հանճարեղ է։ Ունենք երկու տեխնացություն, Գևորգ եւ Հայկ։ Ունենք էլի տեխնացություններ։ Թե քվեարկում ենք։ Քվեարկենք։ Ով է կողմ որ խաղը լքի, Գևորգը։ 3 խաղացու։ Շատ բարի։ Գևորգ, դուք լքում եք խաղը ավտոմատ, որտեղ անիմաստ է, ձեր վերջին խոսքը եւ բացեք ձեր քարտը։ Կամ բացեք ձեր քարտը եւ ասեք ձեր քարտը։
սևեր։ Ու ես այսօր գիշեր սենց ոնց որ հոսանքի պես խփեց, ասեմ, բայց ինչև ես կենտրոնացա այս երկուսի վրա, ամբողջ ընթացքում չեմ նայում։ Այս մարդը լավ կխաղար։ Հոսանքի չեք հայում այդ պահին։ Այդ որ տվեց հոսանքը, ես նո հասկացա, որ ինքը լավ կխաղար շատ, եթե սև լիներ։ Այո։ Okay, հիմա հնարավորություն է գնալու եւ նորից հոսանքի հետ խաղալու, միգուցե եւս մեկ լավ, այսպես ասած, հոսանքային հարվածից հետո կիմանաք թե հաջորդ սևը ով է։ Զգուշացեք, դռները բացվում են։ Եթե ես գնամ երկինք ինքն առնելու, ես գիտեմ։ Ինչի՞ ես ենթադրում։ Տեսյո։ Դե ինչ ասեմ, դա ճիշտ է։ Սկսենք թիկնապայից, սիրելի թիկնապա, դուրս եկեք եւ ինչ որ մեկին ապահովեք մահից, եթե կարող եք, որովհետեւ պետք է գուշակել, ում ապահովել, ոչ ոք չգիտի միակ սևի գլխում ինչ է այս պահին կատարվում եւ ինչ է անելու նա։ Երեխեք, ես պետք է անկեղծ խոստովանեմ, ես ինտուիցիա չունեմ, զրո ուղղակ, ես կգնամ աշխարհի ամենա վատ մարդուն կտեսնեմ, կասեմ ինքը հրեշտակ է ուղղակի, երբեք ոչ մի սխալ բան չի արել։ Մամաս ըլներ կհաղթեր այս խաղը։ Ինձ շեղեց Էվելինայի սկզբում այդ լարված խոսակցությունը, որ ինքը փորձեց հենց առաջին խաղի ժամանակ ինքնապաշտպանվել, ամեն դեպքում ինձ այդպես էր թվում։ Թաղային! Թաղային! Թաղայինը ըստ երևույթի, վերջապես արթնացավ։ Ուժեղ եք քնե թաղային, ասեք։ Այսպես գրոտեսկային հոլիվուդյան։ Ինչ որ ախա ռեժիսորը մեր։ Ինչ է կատարվում ընդ։ Սևը, բոլորը գիտեն, որ մնացել է մենակ, Սևը դուրս է գալի եւ տեսնենք, թե ում է այս անգամ վերացնելու Սևը։ Սև, Սև, Սև։ Խնդրեմ, ում եք ուզում անել խաղից, հեռացնել խաղից։ Պետք է մտածեք։ Դուք պետք է մտածեք։ Ես չեմ կարող ձեզ հուշել։ Մտածեք, ինքներդ որոշեք, ում, ինչու, երբ, ինչպես։ Հայկն են գնաց, մնացին 3 հոգիկ և ինձ թվում է, որ Ամոսը կկարողանա հիմա Էվելինային համոսի, բայց միգուցե Դիանան խելքները ուտի, չգիտեմ, այսինքն Էվելինն է խելքը ուտի էլի Դիանան, տեսնենք թե ինչ է լինելու։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս։ Ողջույն։ Մնացիք 3 գեղեցկուհիներով։ Եվ ինչ ձեր ինտուիցիաները։ Ես Էվելինային ստուգել եմ, կյանքում չէի մտածի, որ Դիանան է, Սև։ Ես էլ մի վարքան միջև այս վերջի գիշեր չեմ մտածել։ Իրար համոզեք։ Հա, ես վստահ եմ արդեն, որ ինքն է Սև, որովհետև ես ու Արուսիկը մի քիչ sense իրար վրա կասկածում էինք, մեկ էլ մի առավոտ որ արթնացավ, ասեց ինքը հաստատ կարմիր է, այս ասի հաստատ ինձ ստուգել է, որ sense դրուկ մեր գծերը գնացել է իրար հետ։ Ու լավագոնե վերջի էտապում ենք մենք է դա հասկանում, ով է Սև։ Շատ սկզբից էր կարծես թե Արուսիկը ձեզ։ Հա, որովհետև հենց սկզբում Էվելինան ես ինտուիցիա չունեմ։ Լավ, Դիանային էլ լսենք, հա, Էվելինա։ Բայց եթե կարծում ես, որ ես Սև եմ, եթե սկզբանե կասկածել ենք Արուսիկին, ինչից դրուկ վերցրեցիր, որ ես եմ Սև, ոչ թե Արուսիկը։ Եթե ոնց եք իրար ստուգել կամ եք դուք։ Ես իրան չեմ ստուգել, չգիտեմ։ Ես իրան ստուգել եմ։ Բայց ինքը քեզ չի ստուգել։ Չէի կարող ես ստուգել, սավ հասարակ կարմիր խաղացող եմ։ Հիմա հարցը Հարցն է, որով դու հենց սկզբից խաղի փորձեցիր բոլորից շեղես, իբր ասես քարտերը 2 հատ են ու պարզվում է հենց սկզբում դա Ես կանոններին չգիտեի սկզբում։ Չէ, պարզվում է հենց սկզբում դու հստակ մոլորեցրել ես ստրատեգիայով ես եղել։
Մի հատ բան էլ է խոսում, որ դու սև ես, որ առանց լուրջ պատճառի քվեարկեցիր Բարիսին ու հանեցիր, ոնց որ ես այդ չհասկացա էլի, ինչի դու միացար այդ թևին Բարիսին հանեցիր, որտեղ այդտեղ շատ կասկածելի չէր ինքը էլի հələ որ խաղում։ Այո, որտեղ չէր խոսում Բարիսը, ես էլ ասի հաստատ ինչ որ Դու ես շատ քիչ խոսում։ Հա։ Բայց ես պետքա սկզբի համար խոստովանեմ, հիմա նայեք, բոլորս համենայն դեպս վստահ ենք, որ ես կարմիր եմ, չէ, պայքարում եմ առաջին պահից։ Կամ Արուսիկն ասե, կամ Դիանան։ Բայց ես վստահ եմ, որ Դիանան է։ Ունենք անուն, ում դեմ քվեարկում։ Դիանա։ Ուրիշ անուն չունենք։ Դիանա, եթե դուք անուն չդնեք, ավտոմատ կերպով լքում եք խաղը։ Ես դնում եմ անուն։ Ում։ Հաստատ ոչ իմ անուն։ Դե ասեք, Էվելինա թե Արուսիկ։ Չգիտեմ, ինձ թվում է Արուսիկ։ Ես էլ չգիտեմ։ Արուսիկ։ Պաստորեն Էվելինան պետք է որոշի։ Էվելինա, ձեր ձերքի շարժումը լինելու է շատ որոշիչ։ Հավատա։ Եվ հավատացեք ինձ, որ ամեն ինչ կախված է հենց ձեզանից։ Ես ձեր պարագայում երկար կմտածեի եւ հետո Ախր ես անկեղծ նենց վատ ինտուիցիա ունեմ։ Ես ում գրում ասեմ, վայ, ես լավ մարդ ա, վերջում պարզմա վատն ա։ Ես իրական կյանքում հաճախ իմ մոտ հակառակը պետք է լսեմ ինտուիցիայից, ինչ հուշում հակառակը։ Դե նայեք, ձեր ինտուիցիան ձեզ չի խաբել, որ եկել եք մաֆիա դոր եք խաղում այստեղ, մոնք 3 YouTube-յան։ Քանի որ իմ ինտուիցիան սկզբից հուշում էր, որ Արուսիկը սև է, ես պետք է հակառակ անեմ։ Որտեվ իմ ինտուիցիան իրոք լավ չի աշխատում քերանում։ Այս սա է, կանանց ինտուիցիան սա է, սիրելի տղամարդիկ։ Այ որ ասում են, տեսեք, ասում են ինքը սկզբից սև էր, հիմա եթե ուրեմն կարմիր է։ Դե հիմա նայեք, ես սկզբում Էվելինայի վրա ռեալ կասկածում էի, բայց այդ մի առավոտը վրա հագնացան, գիշերը ես ստուգել եմ, ես կարծես թաղային եմ։ Զենքերը վայր դրեց Արուսյանը։ Դե ուրիշ ոնց որովհետև բարձա որ արդեն գիշեր կարողա չլինի։ Այո, էլ Արուսին կարծես թե միայն Էվելինան կարող է վերացնել։ Վերջի շանսն է, որ ճիշտ ընտրություն անենք։ Քվեարկություն ենք անում։ Այո։ Ով է կողմ, որ խաղը լքի Դիանան։ Համոզված եք։ Այո։ Դիանա, բացեք ձեր քարտը եւ լքեք խաղը։ Տա-տա-տա-տա-տա։ Կարմիրները հաղթեցին, կարմիրները հաղթեցին։ Շատ վատ էին խաղում։ Շատ վատ էին խաղում, մամացե։ Բայց ես հիացած եմ, Դիանան վերջ խաղաց Դիանան։ Մասնագիտությամբ Դիանան ինչ է։ Մասնագիտությամբ։ Բարձր։ Ես միջազգայնագետ։ Ապշած եք։ Հենց սկզբից իրա պատճառով մենք հիմա հավատում եք, ես կգնամ աշխարհն լավ մարդու, կասեմ մի բան սիրտս վկայում, ինքը լավ չի, անիմաստ է իմ ինտուիցիանից խանգարում։ Ու ինձ խանգարեց, որ սկզբում դու ինձ վրաս կասկածացի։ Ինչու ես ապշած լճակ։ Լավ, շնորհակալություն, դուրս է գալիս տաղավարից։ Հոլիվուդից քշվածներ ֆիլմը նկարահանված է մաս առաջինը համենայն դեպս նկարեցինք, բայց ես արդեն որպես ռեժիսոր հասկանում եմ, որ լինելու է երկրորդ մասը, որը որ կդառնա հաստատ վերջինը։ Քանի որ առաջին մասը այնքան լավ վաճառվեց, ուրեմն միանգամից երկրորդի նկարահանման ենք սկսելու անցնելու եւ տեսնենք թե երկրորդը ինչպիսին է լինելու։ Ես համոզված եմ, որ ել ավելի հետաքրքիր եւ ինտրիգային։ Մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ, եւս մեկ անգամ բարև ձեզ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել, իմ սիրելի դերասաններ, այս կինոհրապարակում, փաստորեն ֆիլմ ենք նկարում եւ այդ ֆիլմի անունը հիշում եք։ Իհարկե։ Հոլիվուդի քշվածները մաս երկրորդ, առաջին մասը սենսացիոն դիտումների, հա։ Եվ ունենք նաեւ մարդիկ, որ միգուցոց ստանան։ Դիանան 100%։ Բաֆտան ստացել է Օսկարի ետևից է գնում։ Так, Էվելինան խոստովանեց, որ նա միշտ սխալ ընտրություններ է անում իր կյանքում։ Արուսիկը բոլոր կարմիր խաղացողներից դու ես։ Վերջապես պայմեց վերջում։ Աշխարհի բոլոր արդեն տարբերակ։ Որտեղ Էվելինային չի կարա եւս մեկ անգամ ստուգել։ Բայց որ հնարք լիներ, չէ։ Երկրորդ անգամ ստուգեի։ Որիս, հուսանք որ այս անգամ ձեր տեքստը ավելի շատ կլինի, սցենարիստը գրել է, չէ՞ տեքստ։ Հա, տեքստ ավելի, չէ, ես
այս անգամ հասավ։ Տեքստը քիչ որ եղավ, էլի Անիմաստ անելու են։ Այո, հակառը գլորել վրա։ Պատրաստ ենք բոլորս։ Այո։ Սկզբից բաժանում եմ ձեզ ծրարները, հիշեցնեմ, որ երկրորդ խաղում չենք բացվում, խաղում ենք մինչև վերջ եւ մինչև վերջ այն մարդիկ, որոնք մնում են սեղանի շուրջ, չեն հասկանում կարմիր խաղացողներին մնացե, սև խաղացողներին մնացե, ով է այստեղ կամիլը, ով է այստեղ սևը, ուսանք Դիանայի մոտ այս անգամ կնի եկեք։ Այս շորտի սկզբանից զգուշացնում շատ եմ խոսալու, քանի չեք բացի, հետո չասեք գույնը փոխվել է, դրա համար ուրիշ ձև է խաղում։ Այս անիմաստ ակնակը։ Okay, լավ։ Դու լաստավ խոսամ, Մինչև գույնի իմանալը փաստորեն ասեց։ Հետ հաշվարկով եւս մեկ անգամ հիշեցնեմ հետ հաշվարկով, ասում ենք քարտերը։ Okay։ 3, 2, 1։ Ինչ կասեք, ես անգամ շո բաներ փոխվել է։ Քեյթ ձեր կյանքում։ Շատ ակտիվ են շարժումներ սկսեց անել Քեյթը։ Քեյթը կարմիր է միանշանակ, այդ փաստա։ Ես կարծում եմ որ Հայկին պիտի հանենք։ Ռոզի գիտի իմ գույնը ուրեմն ինքը Ռոզի եւ Ռոզի Քեյթին հարցրենք, որ կողմերն են սևերը, միակ այս անգամ էլ խաղում թե ոչ։ Ես ավելի համես նստած ում վրա կկասկածեմ իրաց Անգամ 4 հատ քարտեր են։ Այս անգամ 4 կար։ Փորձեմ Հայկ հետ խաղամ, լավ ինչ գույն ուզում ա լինի։ Հա բայց իրական ես էլ առաջարկում եմ այս անգամ գոնե խոսանք ինչ-որ բաներ քննարկենք, նոր փորձենք ինչ-որ բաներ։ Մեկին հանել, որովհետեւ ասաց նա, որ ամենակիչն էր խոսում։ Հա բայց ես կողմեն քննարկման զուտ ինձ հանեցին արագ։ Պարզ է։ Դե լավ, ինձ թվում է շատ բան խոսելու չկա, արդեն գիտենք ինչ ենք անում եւ գիտենք վերջը ինչ է։ Հիշեցնեմ, որ առաջին խաղում կարմիրները հաղթել են եւ խաղը այս պահին 1-0 օգուտ կարմիրներին։ Խաղի վերջում կարող ենք ասել 1-1, կարող ենք ասել 2-0։ Այլ տարբերակ չունենք։ Պարզ է։ Ես իմ ասած ասեցի։ Հայկ ինչ ես ծիծաղում։ Պարզ է։ Նյարդային ծիծաղ է։ Զգուշացեք, դռները բացվում են։ Հիշեցնեմ, որ առաջի տեսարանի ընթացքում մենք ծանոթանում ենք թիկնապահի հետ, թաղայինի հետ եւ վերջապես սևերի հետ։ Տեսնենք, թե այս անգամ ում ծրարում ինչ գույնի քարտ էր։ Դա կարևոր է եւ իհարկե շատ ակտուալ, որովհետեւ խաղը դրանից էլ ավելի հետաքրքիր կլինի։ Հիշեցնում եմ, որ անպայման պետք է բաժանորդագրվել Monk 3 YouTube-յան ալիքին, որովհետև հենց բաժանորդագրվում եք 17 տարի ավել եք ապրում, քան այն մարդիկ, որոնք որ դեռ չեն բաժանորդագրվել։ Եթե ուզում եք, որ բոլորը 17 տարի ավել ապրեն, ուրեմն խնդրում եմ բոլորին տեղեկացնել ձեր բարեկամներին, հարազատներին, անցյալներին ձեր անգամ, հարևաններին, կառավարության անդամներին, բոլորին խորհուրդ ենք տալիս եւ հորդորում ենք բաժանորդագրվել Monk 3 YouTube-յան ալիքին։ Եվ ուշ թե շուտ իրենք են հայտնվելու այստեղ, որովհետև բոլոր այն մարդիկ, որոնք որ շատ ակտիվ են մեր հետ ապրելու մեր կյանքը, Monk 3-ական մեր կյանքը, ուշ թե շուտ կհայտնվեն այս սեղանի մոտ եւ կխաղան հայտնի մարդկանց հետ։ Թոմա Ռոզինա լինելու էս անգամ թիկնապահ։ Միջալուց թիկնապահը երևի ամենաբարդ խաղաքարտն է, հա։ Սիրելի թիկնապահ, սպասում եմ ձեզ։ Ես գնացի։ Ահա եւ նա, թիկնապահ, հիշեցնում եմ, որ դուք կարող եք խաղի ընթացքում յուրաքանչյուր գիշեր մեկ մարդ փրկել, անգամ ինքներդ ձեզ, մեկ անգամ, պարզ է, լավ խաղ եմ ձեզ մաղթում, իմացանք ով է թիկնապահը, շատ շնորհակալություն սիրելի թիկնապահ, իսկ հիմա հասկանանք, թե ով է թաղայինը, ով է այս խաղի թաղայինը, ահա, թաղայինի ֆունկցիաները էլ ավելի պարզ են, թաղայինը ամեն գիշեր դուրս է գալու, իր մատիկով ցույց է տալու որևիցե գրիմյորկայի վրա եւ ես ասել եմ այս խաղացողը կարմիր է կամ սև եւ ըստ դրա թաղայինը պետք է հասկանա թե ինչպես է նրա խաղը գնալու առաջ եւ նա պետք է միավորի բոլոր կարմիրներին եւ տանի նրանց դեպի կարմիր հաղթանակ։ Մաղթում ենք կարմիրներին հաջողություն։ Այս պարագայում շնորհակալություն թաղայինին, ծանոթացանք թիկնապահի, ծանոթացանք թաղայինի հետ։ Հիմա ժամանակն է իմանալու թե ով են սևերը։ Սևեր դուրս եկեք, սևեր։ Տեսնենք թե ով են սևերը այս խաղի։ Ահա, так։
Սևեր։ Քնած են մնացել։ Սևեր։ Սևեր։ Ծանոթացեք իրար այդ սևեր։ Հիմա ինչ-որ բաներ անիմաստ է քննարկելու չնայած կարող եք քննարկել։ Միգուցե սևերը ունեն միշտ քննարկելու սև թեմաներ։ Տեղավորվեք, գնացեք ձեր գրիմյորկաներ, նուշ-նուշ քնեք, միջև գա առավոտը եւ պարզ կդառնա ինչ-որ մի բան, կամ պարզ չի դառնա ինչ-որ մի բան։ Կարծես թե բոլորը ծանոթացանք։ Եթե ինձ առաջ գիշերը հանեցին, ուրեմն Հայգուին սևը։ Իմ կերպարը ինձ այնքան է դուր գալիս, որ կարող եմ նույնիսկ այս անգամ էլ առաջին գիշերից դուրս գալ։ Գախնի վիճակն ամենահաճելին։ Գիշերը դեռ մի քանի վայրկյան կշարունակվի։ Բոլորին մաղթում եմ լավ խաղ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել, դա կարևոր է։ Եվ անպայման գրեք թե ում կուզեք այստեղ տեսնել։ Ութինակները ձևավորելու ենք ըստ ձեր ցանկության։ Եվ հետո միգուցե պատկերացեք, որ ձեր անունը տան 30,000 մարդ։ Ուզած ձեզերը պետք է բերենք այստեղ, որ դուք նստեք այս կլոր սեղանի շուրջ։ Դե ինչ։ Կարող ենք արտասնել մարդկանց ինձ թվում է։ Զգուշացեք, դռները բացվում են։ Առաջին տեսարանը նկարված է, առաջին տեսարանի ընթացքում YouTube-ը դիտող հասարակությունը իմացավ թե ով է այս խաղի թիկնապահը, թաղայինը եւ սևերը։ Մնաց մենք էլ իմանանք։ Դուք կիմանաք խաղի վերջում, ըստ երևույթի, կամ միգուցե մեջտեղում, չգիտեմ։ Այ հիմա կարող եք արդեն քննարկել, քանի որ սա վերջին անգամ է որ ութով եք նստած։ Եթե իհարկե Ինձ ես գիշեր չհանեք։ Թիկնապահը ինչ որ մեկին չի։ Գոնե հետաքրքիր լինի։ Դա չի չէր։ Չէ, արդեն Բայց լավ զգուշացում էր, որովհետև ես որպես 158%-անոց կարմիր խաղացող, ասեմ որ ամենաանծանոթ խաղացողն իմ բոլորիս համար Հայկույնն է, որովհետև անցած խաղին քիչ թե շատ։ Ամենամեծ խնդրեմը Հայկույնն է ֆաստը։ Դրա համար այն Հասկավոտը որպես տեղ խաղացող այս Հայկույն։ Հա, Ռոզին նորից գցեց մի անգամից ես։ Առաջի первый, второй չի գցում, մի անգամից այս երրորդ, ոչինչ, մեքենան Գյորգավատանում, բայց գնում է առաջ։ Եկեք որպես 158%-անոց կարմիր խաղացող թաղայինն եմ հրաշալի խաղ մաղթում, որովհետև իրանից իսման շատ բան է կախված։ Ես ուզում եի թաղայինի եթե մի մաֆիայի գոնե գտնի, մի գոնե մեկին, էլ չսպասի այս երկրորդին, գոնե մեկին որ գտնի, երկրորդին էշտ կրինի հանելը։ Որ միջև վերջ սպասում մանավանդ որ քարտերը չեն բացում դուրս գալուց։ Այս անգամ շատ դժվար է լինելու։ Դրա համար ասում գոնե եթե մեկին գտնի, մի անգամից թողո ինքը ասի, որ այս մեկին գտել է։ Որ բան չես որ մենք լավ չենք խաղում։ Էլի բան չես։ Ինձ թվում է որ բոլորը ինչ-որ սևական խաղ եք խաղում։ Եվը ինձ թվում է էլի շատ արագ սկսեց ինքնապաշտպանվել։ Չնայած ասվում է որ Դա բնազդ է։ բնազդ է ինքնապաշտպանվելու։ Так, եթե առանձնապես խոսելու բան չունեք իրար հետ, ինձ թվում է կարող ենք գնալ քնելու եւ տեսնենք թե ունենանք զոհեր թե ոչ։ Նստեք դեռ, նստեք։ Շնչեք։ ինձ չսպանեք։ Հայկույ դա խնդրանք է, պահանջարկ է, տենց չհասկացա ես։ Ճիչ է դա։ Սրտի մեծ ցանկություն։ Հայկույնի սևը։ Հիմա նա ինչ ա դուրս գա։ Ես ունեք ես գիշեր քեզ չսպանեն։ Հայկույին շարունակում է պայքարել Օսկարի համար։ Տեսեք։ Բայց Օսկարը գնաց Դիանային։ Բաֆտան գնաց Դիանային, Օսկարը Բայց այն դեպքում նա Գևորգը տարբեր Օսկարը կգնար Դիանային, եթե նա հաղթեր։ Եթե նա հաղթեր, Օսկարը կտանք իրեն։ Զգուշացեք, դռները բացվում են։ Երկրորդ տեսարանն է նկարեցինք, եւ հիմա շատ բաներ པարզ կլինի արդեն, որովհետեւ ըստ երևույթի մարդիկ պետք է հասկանան, որ այսպես չի կարելի եւ պետք է շատ ավելի արագ հասկանալ, թե ովքեր են սևերը եւ նրանց վերացնել։ Ուզում եմ Հայկույին սևա ու իրան չեն հանել։ Ինչ լավ է, որ ես սև չէի, որովհետև պահքի մեջ չեմ ուզում խափեմ։ Բայց իսկ կյանքիս մեջ այսքան լուրջ մաֆիա խաղացած չկայի։ Մտածում եմ, որ ամեն դեպքում սևերը փոխվել են։ Կարմիրները սևացել են, սևերը կարմիրել։ Ինձ թվում է, որ պետք է մի քիչ այս խաղին, այսպես ասած, ուժ, եռանդ եւ տաքություն տալ, որովհետեւ հիմա արդեն բոլորը տենց հանգստացել են, ռելաքսի մեջ են եւ այլն, բայց դա սխալ է, որովհետեւ պետք է լարված լինես։ Ոչ մեկ չգիտի ով, ում եւ երբ կկրակի։ Եվ դրա համար պետք է շատ կարեւոր լինել
շատ զգուշ լինել եւ կարեւորել այդ ամենը։ Так, սիրելի թիկնապա, ում եք ուզում փրկել այս խաղի ընթացքում, Հայկուհին էր ուզում փրկված լինել, բայց տեսնենք կփրկեն նրան արդյոք թե ոչ։ Սիրելի թիկնապա, ում եք ուզում փրկել, ցույց տվեք, խնդրում եմ, ում եք ուզում փրկել այս առաջին գիշերվա ընթացքում։ Դժվար բան է իհարկե, բայց կարելի է մտածել եւ ինչ որ բաներ դե պետք է։ Ինչպես կասեր դասականը, պետք է Ֆեդյա, պետք է։ Կես ժամից ավել մտածել չկա։ Շատ բարի։ Okay, շնորհակալություն։ Բարի համանդույթները շարունակվում են, կարմիրները փրկում են սևերին։ Չգիտեմ դա ինչի է դա կապված։ Ինչի համար Արուսին Հայկույն կա խնդրում էր։ Okay, խնդալու կնի, որ սևերը հիմա Հայկուն խփեն նորից։ Հայկուն էլի չխաղա։ Սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել, Սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել, հետաքրքիր է մարդուն մենակը մնում, ինչ ասես կարա անի, ինչ ասես կարա խոսա, որ չգժվի։ Ախ ինչ լավ է այս սենյակում, անցնում ժամերն անուշ։ Սևեր, դուրս եկեք և կատարեք ձեր սև գործը, ում եք վերացնելու այս գիշեր, բոլորին դա հետաքրքրում է, առաջին հերթին ըստ երևույթի Զոհին դա կհետաքրքրի։ Ով է ամենակարճը խաղալու այս անգամ, ով է շատ արագ գնալու և սպասելու իր ընկերներին, ով է այդ մարդը։ Շատ խնդալու կլինի, եթե լինի սև խաղացող, ես փրկած լինեմ սև խաղացողի անկապ։ Ով է այդ կարմիրը։ Okay, տեղավորվեք։ Հայկը սև ախպել է, որ ես գնամ։ Աստորեն արդեն կարող ենք ասել շատ արագ վիճերացավ, որով սև խաղացողի պրկեց։ Ինչու բան կամերային շշուկով ասելու գնա։ Ինձ տվում է, Հայկը խպել է, որ ես գնամ հասցնեմ ամեն ինչ։ Իսկ ով է սև խաղացող։ Երևի Հայկը էլի, Հայկը կներես, եթե դու սև չես, բայց Հայկը ով։ Հայկը ու մյուս աղջիկը, կարծում եմ, Գևորգը, ինձ թվում է կարմիր այս անգամ, մնացած ինչում կարող եմ ասել, գնացի բակ։ Ռոսին գնաց։ Ոչ մի բան չհասկանալով, Ռոսին գնաց։ Զգուշացեք, դռները բացվում են։ Սափահարենք, եկեք սափահարենք, որ Հայկուին մեզ հետ է։ Սևերը ովքեր են։ Սևերը փաստորեն, այսպես, գիտեք են բաները, որ կանեն, վատ են իրենք, իրենց էությամբ, բայց խիղճ կա, կամ ինչ-որ ազնվական սևեր են, էլի, լսեցին և ասեցին, դե լավ, Հայկուի ջան, մնա ոչինչ դու մեզ չես խանգարում։ Բայց Ռոզին ում էր խանգարում։ Չէ, Ռոզին շտապում էր ուղղակի։ Չէ, բայց ես մի հատ բան Ռոզին պիտի շնորհակալություն ասի, որովհետև ինքը ոնց որ շտապում է։ Սևերին խանգարում է ըստ երևույթի, Սևերին խանգարում է Ռոզին, բայց ես մի բան ասեմ, այո, այ Գևորգ, կեցես, ասեմ, որ միգուցե Սևերը խփել են բայց Սևին։ իմաստը առաջին գիշեր հենց։ Որ մի հոգի մնա։ Խճճեն և ձեր կյանքը ուտեն։ Քարտերը չի բացվում։ Ես ոչ մի բան չեմ ասում։ Ռոզին կամ Սև է, կամ կարմիր։
կամ կարմիր, կամ սև։ Խճճել, բայց որոշակի բան չունեինք որ։ Եթե գոնե վերջին խոսքի իրավունք ունենար, հա, ինքը իրան կսպաներ, վերջում մեկին կասեր իրան սպանեք։ Միակ տրամաբանությունը ինու եթե ինքը սևեր իրան հանելա, այդ այնա որ ինքը շտապում էր։ Բայց ինքը իրան շտապում էր իրոք։ Բայց մեկ բան ասեմ, ուրիշ ֆիլմում պետք է նկարվեր, ուրիշ շտապ։ Այս խաղի ժամանակ շատ ուրախ էր։ Ինչը ինձ թվում է, որ ուղղակի ինքը կարմիր էր, պրոստը այն հավելյալ բոնուսով կարմիրներից էր, ինչը նշանակում որ սևերը լավ են խաղում ու մենք կորցրել ենք։ Լավ, ենթադրենք ինքը հաստատ կարմիր։ Ես ուզում եմ հիշեցնել, որ արդեն պետք է տեխնատություններ ունենանք։ Բայց հələ պիտի Ուրեմն մի շատ կարևոր դիտարկում եմ հիմա Էվելինայի ասացի հետ կապված, եթե նույնիսկ ինքը հավելյալ բոնուսով կարմիր խաղացող եղել, կարծում եմ դեռ պետք չէր դա բարձրացնել։ Հավելյալ բոնուսով։ Հա։ Ես նկատներ սևերը լավ են խաղացել։ Հա։ Ինչ ես գովում սևերին, բայց պետք չէր Իսկ ինչի պետք չէր բարձրացնել։ Դե որովհետև օրինակ։ Միջալոց ասեմ, որ տիկնապահը ինքը իրեն է բերել։ Գուցե սև խաղացողներից մեկը Էվելինան է եւ մյուսին փորձում է հասկացնել դա, որ գիտես ինչ, հարազատս ընկերս մենք խփել ենք բոնուսով կարմիր խաղացող։ Բայց եթե ես սևեի իմանար իմ խաղընկեր մենք ու մենք խփեինքը գիտի։ Կամ գիշերը իրար մեջ խոսալուց կասեր Երեք անկեղծ չեմ։ Կարող այն առաջի խաղի վրեժ դալուց։ Ձյանն է այս անգամի քիչ-քիչ խոսում, էլի, հուսամ, էլի երկրորդ անգամ խոսելով։ Չէ։ Բայց ես ոչ չի խոսում, որ ոչինչ անկեղծ ասա։ Ես սպասում եմ։ Ինչու՞։ Որովհետև Էվելինային գաղափարակից եմ հիմա դառնում եւ ասում եմ, որ ամենասկզբից զգացվում էր, որ ինքը շատ ուրախ է։ Ժողովուրդ, այնքան եք խոսում մահացած մարդու մասին, անիմաստ, որ հիմա մարդ եք կորցնելու։ Կենթանիների մասին Այսինքն հիմա մենք պետք է կենտրոնանանք ով է սև։ Գեցես, այո։ Հասկացար խաղի իմաստը, ապրես։ Շատ ենք խոսում Ռոզի մասին։ Ապրես։ Եկեք հասկանանք ով կարա սև լինի։ Ով կարա սև լինի։ Հայկն քիչ է խոսում, չնայած առաջին ժամանակ вообще չէր խոսում։ Ես քիչ եմ խոսում։ Այդ ժամանակը չէր ունեցել։ Նա ես երկու դիտարկում ունեմ, այն որ Բորիսը ի սկզբանե ասեց սև է լինեմ կարմիր, իմացեք որ ես այս խաղին շատ ավելի ակտիվ եմ լինելու, բայց դեռ չենք տեսնում այդ ակտիվությունը։ Հայ մարդը ուրեմն բնույթն է միգուցե տենց, չէ՞։ Բայց եթե բաց խոստացե, բայց խաղը արդեն երկրորդ չարթարացված ինչ որ մեղադրանքներ են։ Անիմաստ պետք չի, էլի։ Ես ձեզ կասկածում եմ։ Ես էլ եմ ճիշտ ասած Հայկը։ Տեսակ ունենք Հայկուի, որը որ խոսում է։ Հայկը շատ է խոսում։ Բայց ես ձեզ էլ եմ կասկածում։ Ես էլ եմ խնդրում եմ տեխնատություն Էվելինա։ Ես ուզում եմ Տեխնատություն Էվելինա 1։ Էվելինա Ունենք տեխնատություն Էվելինա։ Ունենք դնում, չգիտեմ, նայեք։ Առաջի գիշերնա ոչ մի պատշի քո տեխնատությունն եմ դնում, որովհետև նույնիսկ եթե դու իմանալ ունենք երկրորդ տեխնատություն։ Մեկը դու էլի ասած խաղի պես, սևի պես ես կարմիր խաղում։ Կասկածելի է Հայկը մի քիչ։ Ճիշտ է։ Ու անկեղծ ես չհասկացա ինչի ինձ ոնց որ միաձեք, որովհետև ես պրոստը զուտ ուզում եմ հասկանալ ով է կարմիր, ով սև, դրանից դուրս խոսան չեմ արել։ Դե որովհետև լավ չի որ դու ասում ես կարմիրա ինքը հավելյալ բոնուսով ու գնացել է։ Լավ չի, ու շատ վստահ ես ինչ որ ասում դրա մարմնից։ Ախր ինչի էլի Գև ջան, ամեն անգամ չեմ արել։ Լավ, ունենք երկու տեխնատություն Էվելինա եւ Հայկ, ուրիշ Չունենք, դրեք։ Օ, այդ է։ Արուսիկի տեխնատությունը դնենք, էլի։ Արուսիկի տեխնատությունն Արուսիկի տեխնատությունն ընդունված է։ Ես անգամ պետք է Ունենք երեք տեխնատություն։ Անտրավանական։ Էվելինա առաջինը, Հայկ երկրորդ եւ Արուսիկ երրորդ տեխնատությունը։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուրը պետք է քվեարկեք եւ եթե չեք քվեարկում, ձեր ձայնը գնում են վերջին։ Էվելինային ով է որոշել։ Ես։ Կասկածելի ես, Հայկ։ Ասեք ինչի համար Էվելինա։ Ով է կողմ, որ խաղը լքի։ Կասկածելի չէ։ Չէ, կասկածելի է խո։ Դուք վերջին բաներ ասացի։ Բայց եթե իմ արդարացումն է, կասեք ձեզ շանենք։ Ես արդարացում չունեմ արդարանալու, որտեվ ես շատ ճիշտ բան եմ ասել, նորից եմ ասում։ Ինքն է կենտրոնցին։ Չէ, երեխեք։ Չէ, հաստատ չէ, Ով է որովհետեւ կողմ, որ խաղը լքի Էվելինան։ Շատ բարի։ Так, Էվելինա, խնդրում այսպես մի մատիկը բացացրեք։ No։ Ով է կողմ, որ խաղը լքի Հայկը։ Ես կողմը։ Օժո։ Ձեր բացացրեք, ձեր։ 1, 2, 3, 4։ Հայկ, ձեր վերջին խոսքը քարտը չեք բացում եւ լքում եք մեր խաղը։ Չեք բաց։ Քարտը չեմ բա, ամենայն ազնվությամբ ու անկեղծությամբ դուք հաջող արեցիք կարմիր խաղացողի, կարմիր ոչ մի բան չեմ կարող ասել, բայց ուշադիր եղեք, որովհետեւ հաստատ այն արտահայտությունը Շատ սևական է սա։ Ես գնում եմ, Բայց բոլորը Վերջին կերպը որ կարմիր է։ Չքվեարկեց Հայկին։ Լո։ Բայց ես որտեղ դրել եք։ Բայց ես հա դե մեկը դուք արդեն հերիք էիք։
Լավ կասկածներս օքեյ։ Շնորհակալություն Հայկ։ Մենք չենք փել։ Ես խնդրում եմ Բարոյսով այսքանը։ Լավ։ Ված չխացիք ձեր դերը, բայց այս անգամ կարճ էր։ Էպիզոդիկ էր։ Հայկի դերը էպիզոդիկ էր։ Էլ չեմ ասում ռոզի բայց Հայկուին արդեն ռեկորդներ է խփում, տեսեք, արդեն 2 էպիզոդ նա վերապրեց կարծես։ Խնդրում եմ այս մեկնել, այս մեկնել ու Չէ, այս անգամ ինձ թվում Ոչ արդեն չի հասկանում ես խաղի բում։ Լավ, բայց կարող է լսեն։ Ինձ գիշերը խնդրում եմ ստուդիա պարտադի, էդի ու հետո արդեն ես ասեմ, սակայն արդեն ջոկեցի, Արդեն ջղայնացակ։ արդեն սա պարզ է։ Դե ինչ ցելես, եւս մեկ տեսարան արդեն նկարեցինք եւ տեսնում ենք, որ ունենք -2, բայց ամենակարևորը ոչ մեկ չգիտի գույները։ Դե քան դեռ խաղը շարունակվում է, ուրեմն սևերը դեռ։ Հատ մինիմում 1 սև խաղի մեջ է, բայց միգուցե 2 սև։ Այո։ Զգուշացեք, դռները բացվում են։ Երկու կարմիր խաղացող կորցրել ենք արդեն։ 2 սևերը կան։ Հարուսիկի վրա կա կասկածներ, Բորիսի վրա դեռ։ Եթե հիմա Գևորգին հանեն, միգուցե սևերը շանս ունենան միջև վերջ գնալու։ Դե ինձ թվում է, որ Գևորգն է իրենց ակտիվորի խանգարել։ Ես տենց եմ մտածում, որպես ռեժիսոր, որ ինչ-որ բաներ գիտի։ Դուք ինչ եք մտածում, կարող եք գրել կոմենտներում եւ այդ դեպքում այլ ավելի հետաքրքիր կլինի ձեր դիտումները եւ մեր խաղը, ձեր դիտելը եւ մեր խաղը։ Եթե հանկարծ Հայկին սխալ ենք անել, ինձ շատ մեղավոր կզգամ, որովհետեւ առաջին ես ասացի։ Կմտածեմ վատ խաղացող եմ։ Բայց հավես կներ, որ սև խաղացող լինեի, մեկը սաղ կմտածեին կարմիր եմ, որովհետեւ մի տեսակ անցնում եմ կարմիրի տակ էլի։ Սիրելի թիկնապա, դուրս արի եւ փրկիր զմիազնը, վերջը, կարող ես փրկել ինչ-որ մեկին, թիկնապա, շնորհակալություն, թիկնապա, շնորհակալություն, սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել այս անգամ, թաղայինը դուրս է գալի եւ փորձում է ստուգել, ում է ուզում ստուգել թաղայինը, Սևեր, դուրս եկեք և տեսեք, թե ինչ եք անում, ով է այս անգամ ձեր զոհը։ Չենք անում ինձ, չենք անում։ Սևեր ջան, Սևեր, տեսեք, թե ինչ եք անում։ Մոտ են գալիս խոցը։ Ինչպես կասեր իմ մաթեմատիկայի դասատուն Լյուդմիլա Արտյոմովնան, что и требовалось доказать Григоряну. Георгий Глухой Герон. Верч. Սա ինձ նմանեցնում է կամ հիշեցնում է Ագաթա Քրիստիի ֆիլմերից մեկը։ Անթադ գիշերները զոհեր ենք ունենում։ Հերթական տեսարանը նկարված է, -1 խաղացող։ Զգուշացեք, դռները բացվում են։ Գևորգն է չկա։
Ինչպես է սա սխալ եմ խոսացել։ Գևորգն է չկա։ Ես կարող եմ սկսել, քանի որ ես հետ եմ խոսում։ Իմ համար Արուսիկը կասկածելի է շատ։ Իսկ սկզբանե, որովհետև շատ էիր խոսում, փորձում էիր, հա։ Ուղղակի արդեն հունի մեջ եմ ընկել, աղից հետո։ Վերջապես։ Հա, իմ համար կասկածելի է հստակ Արուսիկը։ Իսկ հիմա միջև իմ կյանքի վերջ արդեն Դիանան է կասկածելի լինել։ Անկամ խաղում թե ինչ, որովհետև հա, ճիշտն ասած, իմ ակտիվությունը անկեղծ ասեմ Դիան ջան, կապված է նրա հետ, որ ես հունի մեջ եմ գա, որովհետև առաջին խաղում իմ համար լիքը անհասկանալի բաներ կար, հատկապես որ ես շերիֆն էի, թաղային էի, ու ոնց որ պատասխանատվությունս ավելի շատ էր, ու մանավանդ հաշվի առնելով որ կարող է պրովալ տամ ու կարմիրներին պատճառով այո կրվեն, դրա համար անցած խաղին մի քիչ ավելի ուշադիր էի։ Այս խաղին, քանի որ սովորական կարմիր եմ, իմ համար մի քիչ ավելի հեշտ է, որտեղ այդ պատասխանատվությունը իմ վրայից ընկած է ու ուղղակի փորձում եմ տենց շփվել ձեր հետ։ Հասկացի։ Ինչ է կարծում մի սևա մնացել թե երկուս։ Ես նկատեցի որ երկար քննարկում ա գնում։ Մնացել ու Հայկը սևա գնացել։ Բայց իմ կարծիքով որ քննարկումը արագ չեղա, որ մի հոգի լինի, օրինակ ասեն ում ես անում, կգնա մի անգամ սկսախի, բայց ինչ որ ժամանակ տևեց։ Այսինքն այսօր քննարկում կարալի։ Ինձ էլ է հիմա թվում որ երկու սև կա խաղի մեջ, այսինքն մենք հիմա պետք է շատ ճիշտ որոշենք ու ճիշտ մարդու հանենք։ Ինձ էլ է թվում։ Ինչի է ինձ տեխնատությունների անուններ եմ ուզում լսել, որովհետև ինչի է ինձ տենց թվում, որովհետև եթե Գևորգը դուրս եկավ, ուրեմն ինքը կարմիր էր ու շատ հնարավոր է ինքը Հայկին ստուգած լիներ, դրա համար էլ դներ հատուկ ձեր հա Հայկին ստուգած լիներ։ Ձեր տեխնատությունը դներ հենց դրա համար, որպեսզի մենք Հայկին չհանենք։ Հայկուի բավականին երկար է խաղում։ Ես ձեզ շատ վստահում եմ, ես կհանեմ նրան։ Ում։ Արուսիկին։ Անունը հնչեցեք։ Արուսիկի։ Անիմաստ կարմիր խաղացող տեխնատությունը։ Շատ բարի, Արուս դուք ունեք տեխնատություն։ Ճիշտն ասած, քանի որ դուք չբացառեցիք, որ Դիանան կարող է լինի։ Ես ոչինչ չեմ բացառում այս կյանքում, ես ոչ մեկին չեմ հավատում այս խաղում։ Ես կարող եմ ուղղակի ասեմ, որ ավարտենք խաղը արագ։ Ինձ թվում է Հայկը սև խաղացողը հելել։ Իրան չեմ ստուգել, չգիտեմ։ Ես տաղային եմ։ Հայկուն ստուգել եմ, Հայկունի սև խաղացողը։ Վայ, ուրեմն ինքն է, այն ազնիվ խոսք ես կարմիր եմ։ Ես ճիշտն ասած ես էլ եմ Հայկու վրա, ահա որ կա ստացում։ Առաջինը իրան ենք հանում, հետո Բորիսը։ Անունը Հայկուի հնչում է։ Դու ուշադիր եղի, դու իրան ստուգել ես, գիտես որ սև խաղացողը։ Դու գիտես որ ինքը սև է, իսկ ինքը հատուկ դնում է իմ տեխնատությունը, որ ինձ հանենք, ոչ թե իրան։ Ուշադիր եղի, դուք խնդրում եմ ինձ վստահեք, միասին իրանց հանում ենք ու հաղթում ենք։ Այլ տեխնատությունը։ Սևական է խոսում, Հայկուին սև խաղացողը։ Եթե Հայկը այս դեպքում սև է ելել, եթե Արուսը չի։ Ես կարծում եմ որ օրինակ եթե դու ստուգել ես տեղից ինչ-որ մեկին, պետք է ասես որ դու ես, որ մենք Բորիսին սկսենք չվստահել, Էվելինան էլ ինձ վստահի, ոչ թե Բորիսին։ Ստուգել եմ։ Ում ես Ես ստուգել եմ քեզ, ստուգել եմ քեզ։ Իմ կասկածը գնաց դրա համար Արուսիկի վրա։ Շատ բարի, ունենք երկու տեխնատություն։ Արուսիկ եւ Հայկուի։ Ասում է ինքնա շերիֆը, բա որ ինքը Սխալ շերիֆը բացում ժողովուրդ։ Թաղային։ Ժողովուրդը ասեք շերիֆը բացում։ Ես սկզբից էլ գիտեի որ մենք հետո բացվում։ Լավ։ Իսկ Հայկուին ակնհայտ սևական է։ Ագրեսիվ է։ Քեզ ինչ արթացավ մի անգամից ասեցի։ Okay. Ես ճիշտն ասած ասեմ ինչ եմ վստահում։ Ես սկզբից էլ իրան վստահել եմ, որովհետև քարտը բացեց, նայեց սովորական ռեակցիա չտվեց, նենց որ կարմիրին կտա։ Ես գիտեմ որ դու տենց նայել ես։ Դիանան Հայկուին ակնհայտ Ինքը սենց արեց, նայեք, կոնկրետ իր ռեակցիան խաղում եմ։ Բացեց, նայեց։ Մի ցույց տվեք ձեր քարտը։ Որ կեղտ շերիֆ է բացվել, ուրեմն երկու հոգ են, նայ։ Ասում եմ, կեղտ շերիֆ է բացվել։ Okay, եթե Հայկը չի, ես իրան ստուգել եմ սևա։ Այսինքն ինքն է սև խաղացող։ Նայեք, մնացել ենք այս կանը։ Ես իրան հիմա մի հոգի սխալ անենք, իրան դնում են երկու հոգի, կրվենք։ Որոշեք, Դու ճիշտ ես ֆիքսել, շարունակի նեգոցիան։ Ես ոչ մի բան չեմ ասում։ Ես ասում եմ այո։ Ես ասում եմ, որ մենք ունենք երկու տեխնատություն՝ Արուսիկ եւ Հայկուի։ Ով է կողմ, որ խաղից հեռանա Արուսիկը։ շերիֆ է բացվել։ Ես կարմիր եմ։ Ով է կողմ, որ խաղից հեռանա Արուսիկը։ Արուսիկը չէ։ Արուսիկը բարձր, Արուսիկը հեռանա։ Հա, Արուսիկը, sorry։ Այսա տեսնեք ոնց է խառնվել։ Արուս, դուք հեռանում եք խաղից, կարող եք ձեր վերջին խոսքը ասել։ Սխալ որոշում կայացրեցիք, սխալ մարդիկ փորձում են ձեզ խառնել, այդքան բան։
Շնորհակալություն։ Այսինքն խաղում Ոյ ես ունես մի ամիտը, ունես հեշտ կհավաք։ Անկեղծ ես անգամ։ Եթե չէ, 1-3։ Ոչ։ Հեսա քեզ էլ հանենք, դու իմ արդեն ուզում ես հանես։ Խնդրում եմ, եթե հանկարծ ինձ հանեն, իրան վստահի Բորիսին հանի, որովհետև Բորիսը հատուկ ինձ ասեց, որ ես սև եմ, Բորիս չլսեք ու Արուսին չհանենք։ Ճիշտ է Արուսը ասում։ սև է, Վստահի, մյուսն է Բորիսը։ 100%։ Վերնա կեղծ է։ Կեղծ է Կեղծ չի։ Երկու աղջիկներ մի տղա։ Հերթական տեսարանը ավարտվեց։ Եվ ինձ թվում է ամենաշատը այս տեսարանում մեր սիրելի Էվելինայի գլուխը ցաված։ Եվ հուսանք, որ նա առավոտյան դուրս կգա գլխացավով եւ ծանր հերթական որոշումը իր կյանքի կկայացնի։ Զգուշացեք, դռները բացվում են։ Սիրելի տիկնապա, դուրս եկեք եւ ինչ որ մեկին փորձեք փրկել։ Շնորհակալություն, սիրելի տիկնապա։ Սիրելի թաղային, դուրս եկեք եւ ստուգեք խաղացողին։ Տեսնենք, թե ում եք այս անգամ ստուգելու, սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել։ Ստուգված է խաղացողը, թաղայինին ամեն ինչ պարզ է։ Անց խառնվեց այս խաղին, բոլորը խառը բաներ ասեցին։ Հաղթեցինք, արդեն վստահ եմ։ Ես ինձ հանեցին, այնքան ժամանակ ասենց լավ խաղ չի խաղացել։ Ինձ չեն հանի, որովհետև ես կողմնորոշված չեմ էլի այս պահին։ Բայց հետաքրքիր էր ամեն դեպքում եւ ջին ոդքասթը, որ ես կանգա գնանք։ Սևերը ինչ կանեն սևերը։ Սևեր դուրս եկեք եւ կայացրեք ձեզ համար հաճելի որոշում։ Սևերը կայացրեցին, կարծես թե իրենց որոշումը։ Եթե բայց առաջին գիշեր իրենք Գևորգին չսպանեն, օրինակ ինձ սպանեն, հաջորդ գիշեր բոլորը Գևորգին են հանում։ Խոսքով սևերը վատ խաղացին։ Հիմա տեսնենք կարողանա Դիանան համոզի Էվելինը, թե Բորիսը կհամոզի Էվելինը, բայց դե Հայկուն ասենք ցտեսություն։ Հայկույց էր առաքելություն ավարտված է։ Դեմ Բորիսը ընդեմ Դիանայի, իսկ միակ մարդը, որ կարող է որոշել ով է ճիշտ, դա Էվելինան է։ Զգուշացեք, դռները բացվում են։ Անկեղծ իմ համար շատ վախենալու կլիներ, որ գայինք ու Բորիսին կրակած լինեին, կյանքում չէի կողմնորոշվի ձեզնից ով ասե, ով է խառնում ինձ։ Իսկ հիմա հասկանում ես ով Բայց հիմա ասե։ հա, հիմա մտածում եմ Բորիսն ասե, որ Հայկուհին գնաց։ Հայկուհին գնաց։ Եվ մենք կարծում ենք, որ Բորիսը սև է։ Իսկ դու էլի ինչ-որ բան ստուգել ես գիշեր։ Ես ստուգել եմ գիշերը։ Նայ։ Ես ստուգել եմ գիշերը, դե քանի որ Ինքը կեղծ է բացվել։ Նայ, առաջի խաղին։ Լսի, հիմա նայ, քանի որ որոշողը դու ես միակ մեջներիցս։ Նայ, քանի որ որոշողը դու ես։ Քեզ եմ ասում, առաջի խաղին։ Ինչպես որ Հայկին պիտի հանենք։ Ինչպես որ ասում եմ Հայկը կարծում եմ չէ։ Հիշում ես։ Հայկը սև է ելել։ Առաջի խաղից ինքը սև ելել է։ Հիշում ես, չէ՞ որ ասում ես չէ, կարծում եմ ինքը չի։ Երկրորդը, նայ, մենք մնացել ենք, ընդամենը 5 հոգի մարդ ենք մնացել, ես բացվում եմ ինքը իզնից հետո։ Խի մինչև այդ չի բացվում, եթե գալիս ասում եմ, օքեյ, ես խոսքը կսկսեմ, ոչ մի բան չի ասում, ոչ մի ակնարկ չի անում, եթե ինքը ինչ-որ մեկին ստուգել է ու գիտի։ Ասենք այդքան մարդ ենք մնացել, գոնե 3 հոգու ստուգել ես, չէ՞, այսինքն ինքը։ Այսինքն այդքանիցս պիտի ստուգած լինու, իմանա գոնե ասի, եթե սև չի գտել, ճնաց որ պիտի գտներ։ Ասի նայեք, այս մարդիկ կարմիր են, հանեք մնացածին, կրենք խաղը։ Ես իրան ստուգել եմ, ինձ թվում է, ինքը սև է։ Կարաս հերթով ասես, ում ես ստուգել ես խաղի ընթացքում հերթական։ Գևորգը ասեց ինձ ստուգեցի կարմիր էր, Հայկին չեմ ստուգել, չեմ հասցրել, դե ինքը գնաց, ստուգել եմ Արուսին, Արուսը կարմիր էր, ստուգել եմ քեզ, գիտեմ դու կարմիր ես։ Հիմա ես մի հատ բան եմ ուզում ասեմ, այս վերջի խոսակցությունը, որ ունեցանք, որ դուրս եկավ Հայկուհին, այդ պարագայում Հայկուհին հիշում ես երևի ինչ ասեց,
Եթե ես մինչև այդ խոսակցությունից առաջ կասկածում էի Բորիսի վրա, եթե ես սև լինեի, միանգամից Բորիսին կասկածի տակ կառնեի, որը որ առա, բայց դու մնացիր։ Այսինքն եթե դու սև լինեիր Բորիսին կասկածի տակ կառնեի, որը որ առար։ Չէ, ուզում եմ ճիշտ բացատրեմ էլի, ուղղակի ես եթե լինեի սև, դու քեզ կհանեի։ Խի։ Ինչի, եթե ինքն էլ ասես։ Խի ինձ հանեիր, եթե ինքն վրա էր կասկածում։ Ոնց բացատրեմ։ Ճիշտ ստացվում բացատրել։ Ճիշտ ստացվում բացատրել։ Ունենք Էվելինա նորից։ Դու դե ես կարծա դնում եմ իր տեխնատությունը։ Էվելինային տիտրերում պետքա գրենք Էվելինա որոշիչ։ Էվելինա որոշիչ։ Երկրորդ խաղ անդմեջ Էվելինան է որոշում խաղի ուրեմն վճիրը։ Իսկ դուք ասես դու ում ես հերթականությամբ ստուգել հերթով ճիշտ առաջինից մինչև վերջը։ Հերթականությունը եղել է սենց, առաջինը ստուգել եմ քեզ, հետո ստուգել եմ Հայկուհուն, հետո ստուգել եմ Արուսիկին եւ հետո ստուգել եմ վերջում Բորիսին։ Մի վարքյան։ Ովքեր են սև խաղացող, լավ դե ասա։ Ովքեր են սև խաղացող։ Դու հստակ սև խաղացող ես։ Ես դե parza, էդի բացի իznես որ ստուգել ես։ Դու հստակ սև խաղացող ես։ Մյուս սև խաղացողը Արուսիկին որ ստուգել ես կարմիր է եղել։ Հա։ Դու ասում ես Արուսիկը սև է։ Որտեվ սև է Արուսիկը։ Բայց մյուս սևով է եղել։ Չգիտեմ։ Այսքան չես քո ստուգածների մեջ սև չի եղել։ Բայց միակ սև ստուգածը եղել է Բորիսը։ Դե դժվար թե Էվելինան լիներ։ Էվելինա, այ որոշ Էվելինա, ունենք երկու ինքը նույնիսկ չի կարող հիշի ումա ստուգել։ Ես դուրս parza ամեն ինչ։ Չէ։ Դե լավ։ Ես ասել եմ ինչ որ պիտի ասեմ։ Ոնց որ մի ուսից սենց անգելոչիկ լինի, այ տենց է, ուղղակի պետք է որոշեք, որ կողմից է սատանա։ Okay, ես մեկը նույն հարցն եմ տալիս, նայ, դու տրամաբան ինքը parza ասելու չէ։ Եթե թաղայինն է, այդքան okay, Արուսից ստուգել էր սևա։ Խի ոչ մի բան չէ, խի չեր ասում սևա, ժողովուրդ 5 հոգի եք մնացել, թող ասի այսքան ստուգել եմ, այս երկուսը կարմիր ինքը սևա։ Մի հատ տարբերակ է տակը մնում, նոր ասեցիր որ ստուգել ես։ Չէ, ես մինչև այդ չէի ստուգել, հետո երբ որ ինքը դուրս եկավ, ես նոր իմացա, որ ինքը, չէ, հասկացա որ Սխալ ես ասում, ասեցիր որ ստուգել ես իրան։ Ստուգել եմ իրան։ Արդեն պալիտ է։ Բայց այսինքն Արդեն վերջ։ Так, այսքան Հայկուհին էլ էր սխալվում, որ քեզ վստահում էր։ Բավոնց։ ես չգիտեմ Հայկուին սխալում էր թե չէ Էվելինա, բայց դու կարող ես սխալվել, կամ չսխալվել։ Ինքը այս մասը մի քիչ կիքս արեց, այս Արուսիկի պահով մեծ կիքս արեց։ Ով ինքը ստեղա դեր։ Ինքը դեր ստեղա պետք իր մասին երրորդ դեմքով խոսել։ Ինքը այստեղ կարող է Եկեք ընդունենք, որ ինքը շատ լավ է խաղում ամեն դեպքում Դիանա։ Չէ, հեսա։ Եկեք ընդունենք, որ ինքը լավ է խաղում։ Ուզում եք ես Արուսիկի քարը հիմա բացեմ։ Հա։ Ինչ գույն է Արուսիկը։ Իմ կարծիքով սև է գնացել։ Սև է Արուսիկը, ես ստուգել եմ ասում սև է։ Հիմա այս մարդը ասում է որ սև է, իսկ Դիանան համոզված չի։ Չգիտեմ, դու Հիմա դե դրա համար դուք պետք է կողնորոշեք Էվելինա։ Okay, եկեք, եթե տես բան, եկեք բացենք։ Եկեք Էվելինա կողնորոշեք։ Ասեմ հերթականությունը ոնց է եղել, հիմա Մի հատ է թող ասի Դիանան։ Okay, հերթականությունը եղել է սենց, առաջինը քեզ եմ ստուգել, հետո ստուգել եմ Հայկուհուն։ Նոր հիշեցի, հասկացա, որ Արուսիկին ուզում էի ասեի, որ ինքը սև է, որտեվ ձեզ արդեն ստուգել էի, բայց իրան չէի ստուգել, այդ պահը ֆիքս ենք էլի, այդ պահը ֆիքս ենք։ Չէր ստուգել ինքը, вообще չէր ստուգել, ոչե, փոխվեց։ Բայց ստուգել եմ Հայկուհունն է ստուգել պարզվեց։ Էվելինա, հիմա դուք խորը շունչ եք, դուք մեդիտացիայով զբաղվում եք։ Ես անփորձ մարդ, երկու դերասանի մեդիտացիայով զբաղվել եք կյանքում։ Այսօր կզբաղվեմ։ Հիմա սենց մի հատ բոլոր էներգիաները Իսկ կարող է բացվել եւ ասել ես ահին։ Չէ, ինչ բացվել։ Քարտը բացվել։ Չէ, իհարկե ոչ։ Բայց ախր Բորիսն էլ է դերասան մասնակցությամբ կարող է հիմա ֆանտաստիկ Էվելինա։ Էվելինա դու տրամաբան ես կողմեք որ խաղը լքի Բորիսը։ Թե կողմեք որ խաղը լքի Դիանա։ Ինձ ասում եք անուն։ Ով է սև խաղացողը, այդպես եմ հարցը դնում։ Ասեք։ Ով է կողմ որ խաղը լքի Դիանան։ Դիանա, խնդրում եմ Կարմիր վերջին խոսքը եւ վերացեք խաղ։ Բայց խառնեցիր Արուսիկի մասը։ Մեկ ասիր ստուգել է, մեկ ասիր չեմ ստուգել, ես դրանից կասկածեցի։ Լավ, Դիանա, գնացեք։ Դուք գնացեք արդեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում Բորիսը լավ էր խաղում։ Հիմա հասկանանք խաղը ավարտվել է թե ոչ։ Չէ, խաղը ավարտվել է։ Հիմա
Մնում է պարզենք, թե ով է հաղթե, սևերը, թե կարմիրները։ Հարուսը ինչ խաղացող է։ Էվելինա, ինչ գույնի խաղացող է Հարուսը։ Սևա գնացել իմ կարծիքով։ Սևա գնաց, ճիշտ է։ Ես ստուգել եմ սևա։ Ճիշտ է, սևա։ Էլով է սև։ Իմ կարծիքով մեկ է Բորիսը։ Հայկուհին ինչ գույնի խաղացող էր։ Հայկուհին իմ կարծիքով կարմիր էր։ Կարմիր, եկեք ստուգենք։ Նավսյակի։ Այս կապը։ Ուղղակի շփոթված էր։ Շփոթված էր։ Так։ Բացենք Դիանայի քարտը, թե խնդրենք Բորիսը իր քարտը ձեզ ցույց տա։ Եկեք Դիանայինը բացենք, ավելի հետաքրքիր անցումը կլինի։ Դիանայի քարտը։ Դիանայի քարտերը։ Մեկ-մեկ ավարտվեց խաղը եւ սևերը հաղթեցին, Բորիսը փայլուն ձևի։ Շատ լավ խաղաց եւ կարողացավ ձեզ վերջում համոզել։ Էվելինա, փաստորեն դուք այսօր մեկ անգամ ճիշտ խաղացիք։ Մեկ անգամ սխալ։ Այսինքն երբեք էլ չասեք, որ դուք միշտ սխալվում եք։ Դուք սխալվում եք 50%։ 50%-ը ճիշտ է ձեր որոշումները։ Բայց հան արդարության ասեք, որ Արուսիկի մասը ինքին շփոթեց, այդ մեկ ասեց ստուգել եմ, մեկ ասեց չէ, դուրս գաց, հետո եմ հասկացել, որ սև է։ Դա արդեն Դիանային։ Հա, ու Բորիսն էլ դրանից օգտվեց, ասեց, ահա։ Շնորհակալություն խաղի համար, շնորհավորում ենք սևերին։ Դուրս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե ինչ, Օսկարը այսօր ըստ երևույթին կտանք Բորիսին, մնացածը հետո, մնացեք մեզ հետ, որտեղ մենք դեռ շատ Օսկարներ ունենք։ Չմոռանաք բաժանորդագրվել եւ սեղմել կոճակը։ Ցե։